փառավորվի։ Մենք շնորհակալ ենք Տիրոջից այսօրվա համար։ Հենց այսօրվա համար, հենց այս պահի համար ասենք փառք քեզ Հիսուս։ Որ Աստված այսօր մեր համար աստեղծել։ Այսօր մեր համար ամեն բան արեց։ Այսօր առավոտ կանող մեր աչքերը բացեցինք եւ Աստծո օգնությունը տեսանք։ Փառք Հիսուսի։ Եվ շնորհակալ ենք Տիրոջից, որ այսօրվա օրով մեր տարածքի համար մեծ ողորմություն արե եւ մեծ ուշադրության կենտրոնում ենք վերցված, որտեղ Աստված այսօր ասեք ինչքան եղբայրներ ուղարկել ես։ Դրա համար ասենք փառք։ Ես ուրախանում եմ եւ այն խոսքը, որ հիշում եմ Գործք առաքելոցի մեջ Պողոս Առաքյալն ասում է, երբ որ ես գնացի միտեղ եւ եղբայրներին տեսա, Պողոս Առաքյալը տեսավ, ասում է սիրտը ուրախացավ, ինքը սիրտը ուրախացավ։ Ես էլ եմ ուրախանում իմ եղբայրներով, երբ որ Աստված մեր համար բերում է մեր եղբայրներին, որպեսզի իրանց միջոցով Աստծո խոսքը տարածի մեզ մեր վրա եւ վերցնի մեզ իր ձեռքերի մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք այսօր ջուրեր ունենք ժողովուրդ ջան։ Եղբայրները Խարբերդի եղբայրներն են, Արմեն եղբայրը Բուրաստանի եղբայրը, Արծրուն եղբայրը ճանաչում ենք բոլորս Մոսկվայից, այսօր Արսեն եղբայրը իր որդին է, այսօր մեզ հույր են եկել եւ մենք ունենք Գուկովից եղբայր, Հրանտ եղբայրը, ինքը այն սահմանամերձ գոտում է, որ միանգամից Ուկրաինան է սկսում։ Այս 4 տարի այս պատերազմական այս շրջանի մեջ, բայց եղբայրներս Փառք Հիսուսին գիշեր ու ցերեկ ծառայում են Տիրոջը, ժողովրդին ավետարան են քարոզում եւ մենք էլ այս վերջերս որ գնացել ենք Ռուսաստան, իրանց մոտ այցելություն արեցինք, իրանք մեզ հրավիրում են, միշտ մեր համար հոգ են տանում, մեր համար աղոթներ են անում։ Շնորհակալ ենք Տիրոջից այս մեծ ողորմության համար։ Ամեն։ Թող Տերը օրհնի ամենքից։ Ես ուզում եմ միտեղ կարդամ ու պաշտամունքը սկսենք, քանի այսօր մենք հավաքվել ենք մի մտքով, մի նպատակով, որ այսօր մենք տոնենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ Ասենք Փառք Հիսուսի դրա համար, որ թողեց երկնային փառքը, համաձայնվեց երկրի վրա մարտանալու, ծնվելու կույս Մարիամից եւ մարտանալու եւ մեր համար մեռնելու եւ մեզ մեղքերի թողություն տալով իր այլնով մաքրելով մեզի գերեզմանից հարություն առավ, որպեսզի մեր արդարությունը հաստատի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Իր արդարությունը հաստատեց, որով մենք փրկություն ունենանք։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ կարդալ Եսայի մարգարեության 7-րդ գլխից մի փոքր համար։ Գրված է այսպես, որ Աստված մեր համար տալու է մի նշան։ Անոր համար Տերը ինքը նշան պիտի տա քեզի։ Ահա կույսը պիտի հիրանա ու որդի պիտի ծնանի եւ անոր անունը Էմանուել պիտի կոչվի։ Փառք Հիսուսին։ Ինչի համար Էմանուել։ Ինչի այդ անունը դրվեց Էմանուել, որտեղ դա նշանակում է Աստված մեր հետ։ Այսօր Աստված մեր հետ է։ Այսօր Աստված մեր մեջ է։ Այսօր այն Հիսուսը, որ 2000 եւ ավելի տարիներ առաջ ծնվեց Գոմի մսուրում, եկեք անկեղծ խոստովանենք։ Իմ սիրտն էլ այն ժամանակ դեռ երբ որ Հիսուսը ծնված էր իմ սրտի մեջ, նման էր այդ Գոմի մսուրին, նման էր այդ աղտողությանը, նման էր այդ խոտերին, տարբեր տեսակի բույսերի, որոնք պարուրել էին այդ մսուրը, բայց Աստված մաքրեց այդ մսուրը, ու ծնվելով մեր մեջ, այսօր մենք կյանք ունենք եւ նրա որդու անունով կոչվում ենք քրիստոնյաներ եւ փառավորում ենք իրան, սպասում ենք իր գալուստին, երկրորդ գալուստին, որ ինքը մեզ պիտի տանի հավիտենական թագավորության մեջ բաժին տալու։ Նրա անունը փառավորվի։ Եկեք ոտքի վրա կանգնենք, աղոթքով փառավոր։ Բոլորս միասին ասելու ենք Փառք մեր Աստծուն։ Փառք Հիսուսին։ Որտեղ ինքը արժանի է դրա։ Տերը փառավորվի քույրի եղբայրին։ Ինչպես եղբայրն ասեց, ես Ռոստովսկի օբլաստ Գուկովից եմ, անունս Հրանտ է։ Բերել եմ ձեզ այնտեղի Աստծո համար առանձնացված ժողովրդից, Աստծո սուրբերից ձեզ բարևներ ջերմիոց։ Դանեք փոխանցեք։ Անպայման, Տերը ձեզ օգնի։ Դուք իրանց չեք ճանաչում, իրանք ձեզ չեն ճանաչում, բայց իրանք ձեզ են սիրում, դուք էլ իրանց։ Սա է Քրիստոսի սերը, քույրերի եղբայրներ։ Փառավորենք միասին մեր Տիրոջը։ Ես ուզեմ երբ որ խոսքը շարունակել, մի քիչ շատ չեմ խոսալ, որտեղ մեր եղբայրները այսօր Փառք Տիրոջը սովորելու բան ունեմ։ Ես
փորձեմ փոխանցել ինչ Աստված դրել է իմ սրտին։ Հիսուս Քրիստոսը մենք բոլորս ասում ենք, չէ՞, ծնվեց եկավ աշխարհ, որպեսզի մարդկության համայն մարդկությանը, որ կհավատա կա կրթություն։ Այսօր հերթին այդպես երբ ունեն, չէ՞, ծնվում իմ սրտում, մանուկ Հիսուս, չէ՞։ Հիմա ծնվեց Հիսուս Քրիստոսը, մենք գիտենք բոլորի կարդացել ենք շատ անգամ, որ տեղ չկար։ Աստծո որդուն, որ թողեց երկինքը, որ թողեց այն հարստությունը, մենք չգիտենք ինչ հարստություն է, բայց պատկերացում էլ չունենք։ Այն փառքը, այն որին ուներ ամենը իրանը, ինքը ամեն բանի մեջ, ամենուրեք, ամենակարող, ամենագետ, Աստվածը թողեց, մարդացավ, եկավ, ծնվեց ոչ թե պալատում, ոչ թե կներեք մարդկանց նման, որ ծնվում են ծննդատուն, նորմալ չէ, որ տային պայմաններում կան մարդիկ, որ լինում է չեն հասցնում ծննդատուն, ծնվում է երեխան տանը, այլ ինքը ծնվեց գոմի մսուրում, որտեղ հիգիենայի ոչ մի պայմաններ չկար, ոչ մի հավատացի։ Դուք պատկերացնում եք, դուք երևի ավելի լավ կպատկերացնեք, քան ես, որովհետև գյուղ տեղ է։ Գոմը ինչ հոտեր կան, չէ՞։ Աստծո որդու ամենակարող Աստված ծնվեց այնտեղ։ Մարդկությունը տեղ չտվեց Աստծո որդուն, որպեսզի ծնվի մարդավայել, չէ՞, ինչպես մարդն է ծնվում։ Այսօր շատ հազվագյուտ կարող է չլիներ, ես չեմ հիշում, որ մենք ասի գոմում են ծնվել։ Բայց կարող է լինել մարդիկ, որ գոմում են ծնվել։ Այնտեղ ծննդաբերության ոչ մի մարդկային պայմաններ չկար։ Այնտեղ ամենածնունդ, որ ընդունում են, անասունների ծնունդ են ընդունում, հովիվները։ Ուրիշ մարդկային ոչ մի բան չկար։ Բայց մեր Աստված ծնվեց այնտեղ։ Գիտեք, սա խորհրդանիշ է, այսօր ասում ենք մենք Հիսուս ծնվիր իմ սրտում, որտեղ ծնվի մեր սրտում, որ անկյունում, որտեղ գոմն է, թե պալատն է մեր սրտում, թե, չգիտեմ, ամենաբարձր տեղն է, ինչպես, որտեղ պիտի է ծնվի մեր սրտում, ես ինչպես եմ ընդունում Հիսուս Քրիստոսին։ Ասում է, երբ որ ասեցին, թագավորը ծնվել Հայաստանի մոգերը, ասում է, ամբողջ Երուսաղեմ ինչ կատեց։ Խառնվեց իրար, ինչպես թե։ Ու գիտեք, այդ լուրը բերողը, որ Մեսիանը ծնվել, թագավորը ծնվել, իրանցից չէր, հեթանոս մոգերը, հեթանոս իմաստունները, հեթանոս մարդիկ եկան ու այդ լուրը բերեցին, որ գիտեք ինչ, ձեզ թագավորը ծնվել։ Այն թագավորին, որ դուք այսքան սպասում եք, ծնվել է այդ թագավորը։ Խառնվեցին իրար։ Առաջինը Հերովդեսը խառնվեց, որտեղ ինքը պատմության մեջ շատ դաժան թագավոր է, ինքը սպանել է իր որդուն, սպանել է իր փեսուն, ում որ կասկածել է, որ աշկ ունի իր աթոռին, իր տեղը նստելու սպանել է։ Ինչին է եղբայրը, քույրը, մերը սպանել է։ Հիմա ամեն մի տես լուր լինելուց մարդկությունը Երուսաղեմը խառնվում էր, որովհետև հեսա կսկսի նորից այն այրոնահեղությունը, որ անում է Հերովդեսը, երբ որ լսում է այդպիսի լուր, որ իր աթոռի վտանգ է սպառնում, խառնվեց, կանչեց, բերեց քահանաներին ու ասեց, որտեղ նայելով գրքերին ցույց տվեցին, որ Բեթլեհեմում պետք է ծնվի։ Այսինքն կարդացին, լսեցին լուրը ու մեր լեզվով ասավ ականջի հետև գցեցին։ Բայց այն մարդիկ, հեթանոս մարդիկ, որ ունեն երկնքից հայտնություն, որ ծնվել է Մեսիան, ու մարգարոյության խոսք ունեին իրանք։ Դա գրված է Ելիցի մեջ, որ Վաղամը մարգարեանում է, Բեթլեմի աստղը, Հակոբի աստղը, իրանք ունեին պահում ու այդ աստղը տեսնելով իրանք եկե հասել էին այդ վայր։ Հեթանոս մարդիկ ընտրում էին Մեսիային իմանալով, որ ծնվել է,
Բայց այն մարդիկ, որ այսքան վաղ սպասում էին ու պայմաններ էին արել, որ միսիան պետք է ծնվի։ Իրանք կարծես թե ականջի հետև գցեցին ու չգնացին։ Այսօր մանուկ Հիսուսը ծնվել է, այսօր խոսքը ես լսել եմ, մարդը լսում է, որ ինչպես ընդունում այդ խոսքը, որտեղն է դնում իր սրտի մեջ այդ խոսքը, նստացնում է գահին, որ ղեկավարի այդ մանուկը մարդու կյանքը, թե ուղղակի ականջի հետև է գցում։ Այսօր ամեն մեկիս կյանքում սա շատ կարևոր է։ Շատ կարևոր է Հիսուս Քրիստոսի ծնունդը մարդուն օգուտ չի տա, եթե այդ ծնունդյան լուրը, բարի լուրը քո սրտի գահին նստած չի։ Հիսուս անունը ուղղակի անուն չի։ Հիսուս անունը Իշոա, սա հին եբրայերեն, այսինքն երկու բառից է կազմված։ Եհովան փրկիչ։ Որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, այնտեղ Աստծուն դիմելու տարբեր անուններ ու տարբեր ձևեր ենք հանդիպում։ Հիսուս անունը ծնվել է, այսինքն դա այդ անունը առաջի անգամ տվել է Մովսեսը Հեսուին, որը Օսիա էր կոչվում։ Իր անունը, չգիտեմ հայերեն, Ասիա, ռուսերեն Ասիա է, Օվսի, Հեսե դարձել է Հիսուս դարձել է հետո կարճ պատմություն կա, որ ուղարկում է Մովսեսը հետախուզներին, որից մեկը լինում է Հեսուն, որ հետո Հեսու կոչվեց։ Գալով ասում են այդ երկիրը հետ ինչ ասում, մենք իրանց դեմ նրանք հսկաներ են, մենք մորեղ են նրանց դեմ, մենք չենք կարա, սկսում է տրտունջը, բայց Հեսուն ասում է, որ եթե Աստված մեզ հետ է, դա խոչընդոտ չի։ Եթե Աստված այսօր ինձ ու քո հետ է, եթե մենք Աստծո խոսքը դնում ենք մեր սրտում առաջի տեղը, մեր կյանքում առաջի տեղը, պրոբլեմ չունենք մենք այսօր, որովհետև գիտեք, ոչ թե մենք ենք այդ պրոբլեմը լուծողը, որովհետև Աստված է լուծում այդ պրոբլեմը, Աստծո համար պրոբլեմ չկա, Աստված պրոբլեմները լուծում է, եթե մենք իրան դնում ենք մեր կյանքում առաջի տեղը, լավ է մենք Հիսուսի առաջից հետանք, թե հետևից։ Ես նախընտրում եմ Քրիստոսի հետևից գնամ, որովհետև եթե անհարթ տեղեր է լինում ճանապարհին, Հիսուսը դզում է այդ ամենը։ Ես գնում եմ ուղիղ ճանապարհով, ասենք փառք իրան։ Դրա համար պայման կա։ Պետք է խոնար լսենք իր խոսքը ու ոչ թե միայն հավատանք, այլ վստահենք նաև։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ձեր եղբայրներ, ես չեմ ուզում երկարացնել, ես ուզում եմ ասեմ, որ Հիսուս Քրիստոս անունը դա փրկություն է։ Մենք այդ անունը մեզ հանգստություն է տալիս, այդ անունը մեզ ուրախություն է տալիս, որովհետև Եհովան փրկում է, Հիսուս դա Աստված փրկում է, Господь спасает։ Ընդունել ապետ այդ անունը, այդ անվան Տիրոջ, ընդունել հավատալ իրա խոսքին, ով որ կանչի փրկություն կունենա, կանչել անունը ուղղակի ձայն տալը չի, դա նշանակում է ապրել այդ անվան Տիրոջ ասած համաձայն, որ ասում է սիրիր եղբորը, ոչ թե կամ տեղեր որ գրած է, ինչպես քեզ կսիրես, սիրիր եղբորը, ոչ ասում է Հովհաննեսի մեջ է գրում, ասում է սիրիր եղբորդ ինչպես ես քեզ սիրեցի։ Մեր հասկացած սիրով չէ, աստվածային սիրով սիրենք մեր մոտիկին, մեր եղբորն ու Տիրոջ։ Թող Աստված փառավորվի։ Ամեն։ 727 համարը երկիք, 727։
Սիրող թակավորի մեջ դու կյանքի միան բարում ես ես բազում եմ ձեռքերս քեզ Հիսուս ես բազում եմ իմ օգնությունը Տեր քեզանից իմ ապավեն հասիրից օգնության իշիրից քովարության Տեր մի թափսնի երեսը բիձանից Ոտեսի թշնամին որ դու օգնեցիր իմ ապավեն հասիրից օգնության իշիրից քովարության Տեր մի թափսնի երեսը բիձանից Ոտեսի թշնամին որ դու օգնեցիր ինձ Տեր քո խոսքով ապրեցնում ես դու ինձ բարձրացնում ես գլուխը ծառային որ մենք նայենք մեր թշնամիներին և մենք սպասենք մեր օգնությունը Տեր քեզանից իմ ապավեն հասիրից օգնության իշիրից քովարության համար Տեր մի թափսնի երեսը բիձանից թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր ինձ իմ ապավեն հասիրից օգնության իշիրից քովարության համար Տեր մի թափսնի երեսը բիձանից թող տեսնի թշնամին որ դու օգնեցիր ինձ Երանի այն ամեն ազգին որ կանչում է անունը քո Երանի այն ամեն ազգին որ կանչում է անունը Այն օրդնյալն Աստված որ իր օրդնությունը չծածկեց, որ իր փառքը տարածեց իմ և քո վրա։ Որ տիեզերական սերն Աստվածային երկնքից իջավ երկրի վրա, հագնելով մարդկային մարմին։ Ծին և ում ծնունդ եկավ մեզ համար դառնալու հաց, լույս, կյանք և ճանապարհ։ Եկավ որպեսզի մեր անցյալը Քանզի ինքը անցյալն է փնտրում, կրկին անգամ վերագտնի և տա մեզ։ Եվ այդ ճանապարհը պետք է անցնել խաչով։ Այսօր մի բան, որ խոսում էր եղբայրը, մենք նայում ենք, որ որտեղ ծնվեց, շատ լավ է, որ այսօր երեխաները ծնվում են, բայց ինչ ճանապարհ են անցնում այդ երեխաները։ Սիրելի ծնողներ, այսօր մենք ես ուզում եմ մի փոքրիկ հորդոր անեմ, որ մենք ամեն մեկս պարտականություն և պարտավորություն ունենք Աստծո պարգևներին իրենք պիտի հանձնենք։ Եվ մենք այդ օրումը չենք կարող ասենք, բայ ժամանակ չունենք, բայ հացի խնդիրով ենք զբաղված։
Ինչ ենք տալիս մեր երեխաներին։ Այ մեր սիրտը ոնց որ եղբայրը հիշեցնում էր ասում է, մեր սիրտը այսօրվա դրությամբ թակավորում է թակավորը, թե նորից հազար ներողություն գոմային այսպես պայմաններ են, որտեղ ասում է եւ իմ ժողովուրդս իմ գիտությունս չունենալու պատճառով խոտորվեցավ եւ անասուն դարձավ, այդ մեկ այդտեղ գրվում է։ Այսինքն մարդկային կերպարից իջնելով մարդը անաստանբարով է սկսել ապրել։ Այդ վիճակը սիրում էր մարդը, դրա համար երբ որ Հերովդեսը եւ ամբողջ Երուսաղեմը որ լսեցին, ասում է խառնվեցին իրար, խառնաշփոթություն եղավ։ Այդ նույն բաբելոնյան խառնաշփոթությունը, երբ որ անօրենին հաջողվեց ետից գնա, եւ ամբողջ այդ սրբության սրբոցը խառնեց, խառնաշփոթությունը տարածվեց ամբողջ երկրի վրա եւ մարդկության մեջ, այսօր նույն բանը կատարվում է։ Կատարվում է եւ իմ ու քո սրտի մեջ է։ Իմ սրտի մեջ իրականում այսօր Տեր Հիսուսը թագավորում է, ամեն մեկը շատ լավ գիտենք, ինչպես եմ ես տրվում նրան, ինչ չափով եմ տրվում նրան, ինչ սիրով եմ սիրում նրան, այնպես ինչպես ինքը ինձ սիրեց, ես այդպես եմ իրան նվիրվում, տես կամ բաներ, որ ավելի շատ եմ սիրում, ասում այս ինչ բանից չեմ կարող հրաժարվել, այս ինչ բանը, օրինակ նա եղբայր կա, միշտ որ զանգում եմ, քույրիկներից Տերը շատ օրհնի, քույրիկից ահաբողոքում, կնոջից։ Քանի տարի ճանաչում եմ, առաջին հերթին այդ համարն ասում է եղբայր ջան, բա գրաշի, որ քույրիկը պետք է հենազան դնում։ Ամուսնու, ճիշտ մոնում էլի, ամուսնու։ Ասում եմ, բա հաջորդ բարբերությունը ինչա գրված, որ ամուսին սիրեցեք ձեր կանանց, ձեր անձերի պես, ինչպես որ հոգ եք անում ձեր մարմնին, այնպես էլ հոգ արեք կանանց, ասում եմ, բայց ինչ ես շեշտում։ Երկրորդ մասը իրան ձեռ չի տալիս։ Մի շատ ժամանակ մեզ երկրորդ մասը ձեռ չի տալիս, որ մենք հիշենք Աստված ինձ որ սիրել է, ես ինչպես եմ իրան սիրում, ինչ ձևի եմ իրան նվիրվում, սիրելի հոգի։ Դրա համար թող փառավորվի Տիրոջ հոգին, այդ Տերը ծնվեց, խոսվեց այստեղ խոսք, որ ասում ենք բան, խոսք, ի սկզբանե էր բանը, և բանն Աստված էր։ Շատ տեղերում, երբ որ մարդիկ աղոթում են, Աստված չանի այստեղ մեկը գտնվի այդ վիճակի մեջ, Տերն ասում է, և երբ աղոթեք և ինձ դիմեք, ականջներս պիտի փակեմ ու չպիտի լսեմ ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Ում աղոթքին է փակում ականջը Տեր Աստված։ Բայց ամբարիշների աղոթները չպիտի լսեմ ժողովուրդ ջան, եւ եթե մարդկորեն ենք խնդրում շատ ժամանակ, հնարավոր չէ որ մարդկային բաներ շատ խնդրեն, դե հնարավոր չի։ Բայց ոչ երկնային, այլ շատ ժամանակ երկրային բաներ ենք ուզում։ Երկրային բաներ։ Մի փոքր ուղղակի խոսենք այդ ծինի մասին, որ ինչ է ծնվել այսօր իմ մեջ։ Այս տարվա մեջ ինչ նորոգություն կա Սուրբ Հոգուց իմ մեջ։ Ես ինձ հարց տամ դու քեզ։ Իմ մեջ ինչ նորոգություն կա։ Ասում ենք նոր տարի, Սուրբ ծնունդ։ Ինչ որ Սուրբ բան նորից Աստվածանից, անսպար, անսահման Աստվածանից, այսօր ինչ է լցվել իմ մեջ։ Ինչ է լցվում իմ մեջ։ Ինչ նորոգություն ունեմ։ Ինչով եմ ավելացել։ Ժողովուրդ ջան։ Մի խոյ մենակ ճոխ սեղանները չի, լավ ես արել սեղաներ սարքել։ Քո Տիրոջ ծննդյան փառքի արտացոլումն է, ուրախացել ես, որ Տերը ծնվել է, երկիր է եկել, երկնքից ու այսօր քո սրտի մեջ է, որ քո գոմ սիրտը դարձրել է պալատ։ Մենք այդ սիրտը ունենք։ Բայց Տեր Հիսուսը չնայեց դրան, ժողովուրդ ջան։ Ասել ես անցյալն եմ խնդրում, այն ինչ որ մարդը կորցրել էր, Տերը եկավ, որպեսզի վերագտնի և տա ինձ ու քեզ։ Իմ այդ սրբության մեջ ինչ է կարծում, Աստված ի բան չունի տալու մեզ, թե տվե վերջացրել է։ Շատ ժամանակ ցավով եմ ասում, մարդ կա մտածում է, դե գալիս եմ պաշտամունքների, մեկ-մեկ կապվում եմ, մեկ-մեկ էլ աղոթում եմ, մկրտված եմ ջրով, անդամ եկեղեցին, ու վերջակետ է դնում։ Այսինքն, այդքանով ինքը սահմանափակվում է, վերջ։
Մանավանդ քույրիկներս ինչքան են սիրում, դու անդադ նորոգ են, չէ՞։ Զանավեսկեն նոր բդիլնի, սպասկեն նոր բդիլնի, չէ՞։ Ռոբե մեկ փոշի են բեկալու, ամեն ինչը սարքում են, անում են գեղեցիկ լինի։ Այդ կողմից դերը դες շատ օգնի, դու գեղեցկությունը գնահատող եք։ Այդ տղամարդու ար մեկ, այն զանավեսկա կլինի, ինչ-որ կլինի, սպաս կլինի։ Եկավ, կերավ, շատ թախ գնաց։ Այս խես քույրիկները այդքան չարչերվում են, սարքում են գեղեցիկ ասում են, որ տղամարդու համար հաճելի լինի, մեզի ներող կնեք, մեկ գալ ասում են, ինչ ես ինքը բաներ դերից այմար դեր, զայլավնես մեզ է չարչերում ես։ Այդ համ թազա բան առնեն, թազա ձևի սարքես, բայց ինք ուզում է քո համար հաճելի լինի։ Դերը դες շատ օգնի քույրիկներ ջան, բայց ես ուզում մի բան էլ ասեմ, որ իրականում ամեն բանից առաջ գրված է աղոտ կարեք եւ սկիզբը հենթանի Աստված է ամեն բանից առաջ։ Եթե այսօր քո տան մեջ որոշում ես անում, խնդրում եմ որոշումը դու չանես։ Այլ ասա ամուսին ջան, ասես բան եմ մտածում, ինչ կասես։ Դու ինչ կասես, թողեք որ ինքը պեչատը դնի։ Դու պեչատը դրած մի արի իր մոտ ասա ստորագրի։ Արի հարցելու։ Սիրելի հոգի։ Այդ ժամանակ շատ ճիշտ կլինի ամեն ինչ եւ օրհնյալ կլինի, սիրելիներս։ Մենք շատ ժամանակ ճիշտ չենք մոտենում կենթանի դիպի, հասկանում եք ժողովուրդ ջան։ Ինչու որտեղ դուք մտածում եք, «Ադե տղամարդ իր տեղում չի, ես եմ մտածում, բա որ ինքը տեղում չի, բայց ինչ անեմ, ես չմտածեմ, այր համար ինչ կա»։ Դες չի։ Աղոտ կարա, արթնացնողն է, լուսավորողն է, հաստատողն է, լցնողն է, տնկողն է, կենթանի Աստվածը։ Թող քույրիկներն ասեն ամեն։ Մատ ջիգարով ասեք։ Ամեն ամենում եղող տիրակալ Քրիստոս ուզում է որ ամեն բանից առաջ ինքը լինի։ Այսինքն նա կան աղոտ կարա, նոր այդ որոշումը ինչ արա։ Դի հաստատի։ Մատ աղոտ կարա, նոր ասա Տեր, որ անդրանիկն ես, որ սկիզբն ես, որ ալֆան ես, որ օմեգան ես, ամեն բան քո մեջ է։ Ինչ ես ասում։ Շատ ժամանակ եկեք մեր ականջները միշտ խնդրենք, Տեր, ականջս ես բաց, որ քո ձայնը լսեմ։ Աչքերս բաց, որ քեզ ինչ անեմ, տեսնեմ։ Շատերը նայում են, բայց չեն տեսնում։ Այսօր իմ մեջ եկել է այդ շնորհքը, որ ես 4 կողմից նայեմ ու տեսնեմ Տիրոջ գործը։ Տիրոջ գործը տեսնեմ, ժողովուրդ ջան, սա շատ կարևոր բան է, գիտեք։ Այն ոնց են մենք ներկայացնում մեր Տիրոջը։ Տերը եկել է մեր մեջ, շատ ժամանակ ասում են, հա, հավատացյալ ես, ասում ես, հա, ասես քեզ։ Ասում են, դե ասա, որ դե Աստված, կամ ինչ արի։ Ու շատ ժամանակ մենք չենք կարողանում ներկայացնենք փառած փառքերի Տիրոջը իր ճոխության չափանիշներով հանդերձ չենք կարողանում ներկայացնել։ Ու գիտեք ինչու, որտեղ իրականում ժողովուրդ ջան, լավ ես անում հավատում ես, Տերը քեզ շատ օրհնի։ Բայց Քրիստոս օծությունը քո մեջ չես կրում։ Այդ որ Քրիստոս օծություն է, բաժակը լիքը լինի, կլինի թափվի, թե չէ։ Թե դժի լինի։ Ոնց եք նայում։ Այդ օծությունը իմ ու քո մեջ պիտի լինի։ Սիրելիներս, դրա համար եղբայրը մի պահ էլ ասեց, որ Տիրոջ տիտղոսները շատ են։ Եսու է կոչվում առաջ, որ հայերենում մնակ է Հիսուս է կոչվում։ Հայերենում Հիսուս չի, Հիսուս է։ Հիսուս ասում է, Հիսուս գրվում է։ Բնակ, ինչքան տիտղոսներ ունի արարիչն Աստված։ Տիտղոսներ, կոչումներ ունի, բայց անուն նորից եմ հիշեցնում, պետք է որ ստեղ ասված լինեմ էլի, անուն չունի, որտեղ անունը դնում են ստեղծվածի վրա, իսկ նա ստեղծողն է, նա կոչում ունի։ Նա Տերն է, նա զորացն է, նա ալֆան է, նա ամենն է ամեն բանի մեջ, ինչ անուն դնենք իր վրա, կարա կնձի մյակ ասեք, ու կարամ ատենց անուն գտնի ասի, բայց տիտղոս կա հայր, Տեր, պարավոր, փրկիչ, սիրո Աստված, լույս, ճանապարհ, երկինքից իջացած, ինչ ասեմ, որ իր մեջ չլինի, որը բարի է իհարկե, հա? Որտեղ ասում եմ, ես ինչ եմ, ես լուսո Աստված եմ եւ իմ մեջ խավար չկա, ամեն բարին գործակից է, ամեն բարին գործակից է, թող Տերը օրհնի ձեզ, այսօր աղբերները շատ են, ես կուզեմ, որ բոլորին լսենք, աղոտ կանենք, որ Տեր նոր տարվա մեջ աղաչում եմ քեզ, իմ սեղանը, որ գցել եմ քո առաջ, կուզեմ ով հյուսեմ,
քո ձեռքերը կպածրնես սեղանին եւ դրա վրա գրես արդարություն։ Ամեն։ Որպեսզի այդ արդարությունը իմ մեջ բերի սրբությունը քո։ Իմ մեջ բերի քո կերպարը, որ երկինքը բացվի դժոխք կգոչվի, որտեղ դու այդպիսի Աստված ես։ Ես հավատում եմ ու հավանում եմ քեզ։ Հավանում եմ քո ամեն մի ասածին, հասկանամ, չհասկանամ, հավանում եմ, ընդունում եմ։ Կարողանամ, չկարողանամ, հավատում եմ, բայց ասեմ։ Գամեցողությունը մեզանից է, կարողությունը Աստվածանից է, ժողովուրդ ջան։ Շատ ժամանակ մենք տեղերը փոխում ենք։ Դրա համար ինչ-որ մի բան մեր մոտ չի ստացվում։ Մենակ խնդրի, տեր։ Հիմա ասենք հայտնվել է կետի փորում։ Խոչածեց հեսա լանցետը հանելու եմ կետի փորը ճղել դուրս գամ միջից։ Հա, հովնանը տենց ասեց։ Ասում աղաղակ բարձացեց։ Անդեր էլ հավատում է, որ տիեզերքի արարիչ իրանի չանով լսում է։ Ու այդ հարցը կլուծի դուռ բացող ինքն է։ Այսօր երբ որ դժվարությունը գալիս է, սիրելի հոգի, դու ինչ ես անում։ Դրա համար այս սուրբ սեղանի, այս սուրբ նորոգության, այս սուրբ ծնունդով պետք է աղոթք անենք մեր ժողովրդի համար, որ Տեր շնորհ արա, որ ամեն մի բերան քեզ փառաբանի, ամեն մի սիրտ քո համար բացվի, չգաս կայնես թակես։ Դու Տեր ես, դու մտնես իշխանությամբ ու իշխես որպես իշխան։ Իմ սիրտը քո համար է, դու ես ստեղծել սիրտը։ Եվ այդ սիրտը շատ նուրբ կառույց ունի, ժողովուրդ ջան, այն սիրո օրգան է։ Սիրո օրգան է։ Դրա համար առաջին օրգանն է, շատ յուրահատուկ ասում է, ես քո սրտի մեջ պետք է դնեմ իմ երկնքի ինչ է թագավորությունը։ Ձեր սրտերի մեջ պետք է բերեմ, չասես ձեր գլխի մեջ, ձեր ուսերի վրա, ձեր այն վերնատան հարկում, որտեղ սացին տուն է սարքել, այդտեղ չի։ Քո սրտի մեջ։ Սրտանց կամ սիրում են, կամ հակառակը սրտանց ատում են։ Տերը այդ առաջին բաժնի մեջ լինենք, Տերը թող օրհնի ամեն մեկիս ժողովուրդ ջան, եւ կաղաչենք, որ այդ երանելիությունը ամեն մեկս ապրենք, իրականում ճաշակենք ու տեսնենք, որ Տերը քաղցր է, ամեն։ See
Հիսուս ծնվեց եւ հայտնվեցավ մեզի ձեզի մեծ Հալելույա։ Արդյոք, հենց այդերից պետք է սկսենք դες տոնական օրերը հենց այդ հայտնությունն է, որ բոլորիս հայտնի է այսօր։ Կա մեկին, որ հայտնի չի Հիսուսի ծնունդը։ Ինչքանով հայտնի է Հիսուսի ծնունդ, այնքանով ապրում ենք այդ ուրախությունը։ Ես այդպես եմ որակավորում։ Մեզ համար մեծ պատիվ է ձեզ հետ մեծ երբեշ լինել, ելել ենք եղբայրական հորդորներ, որ ճանապարհին գալիս ենք, ասում ենք Վրաստան յուրական։ Մի ճամփա է այդպես։ Վրաստանը բյուրում է, բյուրականն էլ ձեն աստղերով են, այդպես հարուստ, որտեղ մոգերը որ եկան, մի աստղի նշանով եկան։ Ես ում այդպես կապ տալ դրա հետ, և շատ հետաքրքիր է։ Ես այդպես մի լրացուցիչ աղբյուրներից տեղեկացել եմ, չգիտեմ ինչքանով աստույր, բայց աստու մոտ անկարելի բան չկա, դա ոչ թե հաստատ ասում եմ այդպես է, բայց ասում են, որտեղ այդ երեք մոգերը ամեն մեկը տարբեր երկրից է դուրս եկել, իրանք մի տեղից դուրս չեն եկել, պայմանավորվեն ու գնան եսիշ տեղը, նշանակում է այդ երեքին հայտնի է եղել այդ Հակոբի աստղի մասին, այսինքն իմաստուն մարդիկ են եղել, հետաքրքրվել են, Աստծով են հետաքրքրվել, Աստված էլ իրենց ցույցատվել նշանը, որտեղ ասում է, ահա մենք տեսանք այն աստղը, չէ՞, եւ առաջնորդեց։ Եվ հետաքրքիր է, ասում է, այդ երեքն էլ Հերովդեսի պալատի առջև են հանդիպել իրար։ Հիմա չգիտեք ինչքանով աստույր, բայց հնարավոր է, չէ՞, որտեղ տարբեր տեղ, որտեղ ոչ հեռախոս է եղել, ոչ չգիտեմ լոկացիա է եղել, որ դնել ու կան հանդիպել։ Աստղն է որոշել։ Այդ աստղը այն սովորական աստղները չէր, որ այստեղ էլ ասենք աստղապիտարանում նայել են, բարձրացել են, տեսել են, նոր բաներ են հայտնաբերել, ինչպես Վիկտոր Համբարձումյանն ա եղել այստեղ։ Ես էլ ժամանակին աստղապիտարանում եղել եմ, մնացել եմ որոշ ժամանակ, որոշակի գիտենք այդ բաների մասին։ Բայց այդ աստղը յուրահատուկ էր։ Եվ այդ աստղով է, որ այսօր մեր վրա մեծ պայծառ աստղ է լուսավորել։ Հետաքրքիր է, որ ես այն մարգարեն, ես այդտեղ ուզում եմ կարդամ, դա 62-րդ գլխի մեջ է, 60-րդ գլխի մեջ, ասում է վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և իրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Սա այն աստղը չի, որ մոգերը եկան, այլ այդ աստղը բերեց մի ուրիշ մի աստղի ցույց տալու, մի պայծառ փառավոր աստղի, որ Հավիցան երկինքն ու երկիրյան են պատկանում, բոլոր ստեղծվածներ իրան են պատկանում, և այդ աստղը Հիսուս Քրիստոս փառք իրա, օրհնյալ լինի նրա անունը, որովհետև ահա խավարը ծածկել էր բոլոր ազգերը, այո, մեկ ուրիշտեղ գրված է, խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ, այդ լույսը կար չէին տեսնում, բայց այդ լույսը ծագեց, այդ լույսը որտեղ ծագեց, Եվ նրա փառքը երևում է քեզ եւ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը եւ թագավորները պիտի դեպի քեզ վրա ծագած պայծառությունը այո ինչքան Դավիթն էլ խոսում է այդ պայծառության մասին Հիսուս Քրիստոսի մասին նա մարգարե էր նրան էլ բացվեց նրան էլ հայտնի եղավ բայց չտեսավ շատ մարգարեների հայտնվեց խոսքը որ մեսիան պետք է գա, այդ այն պայծառ աստղն է, որ նրանք էլ խոստմունքը այդպես սպասելով խոստմունքը դեր չառած սպասեցին, հավատքով ննջեցին, որ առանց մեզ չկատարվի այդ խոստմունքը, ինչքան փառք Տիրոջը, երանելի ժողովուրդ է այսօր ամեն։ Մեզանից ուրախ ժողովուրդ չկա ու չպիտի լինի։ Թողնենք ամեն ինչ որ դժվարություններ կան, գիտենք, բոլորի կյանքում է դժվարություններ ա լինում։ Եվ շատ անգամ ինչ լավ է, երբ որ իմաստուն մարդը նա, երբ որ դժվարության մեջ ինքը նայում է լույսին, ոչ թե դժվարությունը որպես խավար։ Երբ որ նայում ես լույսին, այդ դժվարությունը անցնում է։ Եվ այդ դժվարությունը մեզ շատ կոփում է մեր կյանքի մեջ, որպեսզի մենք հասկանանք իրոք Քրիստոս կյանքի հայտնությունը ինչու՞ն է կայանում։ Ինչքանով է հայտնվել ինձ Քրիստոսը որպես կյանք, որպես ճշմարտություն, որպես ճանապարհ։ Սա շատ կարևոր է։ Շատ կարևոր է ժողովուրդ ջան, որտեղ այսօր հավաքվել ենք, այո, ուրախության օր է,
Սա մեծ ուրախություն է բոլոր ազգերի համար, բայց այդ ուրախությունը ժամանակավոր չպիտի լինի։ Աշխարհն էլ է տոնում, որպես Հիսուսի ծնունդ։ Հավաքում են, սեղաններ են գցում, մենք են գցում։ Նույն սեղանները գցում ենք առանց ոգելիցի, չէ՞ այդպես է։ Դե հնարավոր է, որ մեկի տուն անապաշխար մարդիկ լինեն ոգելից են դնել, դրա մասին չի։ Բայց աշխարհը ինչ կենացներ է ասում Հիսուսի վրա, ասում է թե չի ասում, ողջ լինենք ժողովուրդ ջան, այս տարի էլ առողջ լինենք, այս տարի էլ մեր գործերը հաջող լինի, մեր բիզնեսը չի, այդպես են ասում, չէ՞։ Բայց մենք կենաց խոսք ենք ասում։ Բայց մենք հորդորում ենք անգամ նրանց։ Ասում ենք կյանքը ստամոքսի մեջ չի, այլ կյանքը հոգու մեջն է։ Դամար այսօր մեր հոգիները այս պայծառ լույսը թող տեսնեն, որտեղ մենք էլ հեթանոս ենք եղել, խավարի մեջ նստած ենք եղել, բայց մեզի հասավ այդ խոսքը եւ այդ լույս բերեց։ Այո, դա այն լույսը մեր, որ ծագեց մեր ամենքի սրտերի մեջ։ Հիսուս Քրիստոս մի առիթով Հովհաննես Մկրտչի վրայով ասեց, ասում է ինչ տեսնելու ելա։ Մի մարդ քամուց քշված այդպես, եղեգի պես, ասում է դուք մի առժամանակ մի փոքր ճրակով լուսավորեցիք։ Մի փոքր ճրակ էր դա։ Ճրակը հանգչեց։ Հովհաննես Մկրտչի կյանքն ավարտվեց, այդքան էր։ Բայց հավիտենական կյանքի լույսը ծագեց, որտեղ նա եկել էր ոչ թե լույս տալու, նա եկել լույսի մասին վկայելու։ Եվ այդ ովքեր որ ընդունեցին, նրան կոչվեցին Աստծո որդիներ։ Եվ այդ խոսքը մինչև այսօր ի զորու է ամեն հավատացողին, ամեն ընդունողին, ամեն ականջ լսողին, որ իր սիրտը բացի եւ այդ ճշմարտության խոսքը որպես կյանքի լույս, հավիտենական կյանքի լույս, որտեղ մենք այդ լույսով պիտի քայլենք։ Եթե այսօր մենք այդ լույսով չքայլենք, մենք ամենը տանուր կտանք։ Տերը օրհնի ձեզ։ Ես շատ բաներ չեմ ասում, դրա ժամանակը չի։ Դուք գիտեք, եղբայրները միշտ խոսել են, ասել են, բայց այսօր կրկին թարմություն թող լինի մեզ համար։ Որտեղ Աստծո խոսքը երբեք չի հնանում։ Նա եղել է կա ու հավիտյան պիտի մնա։ Նա միշտ թար մնա, որպես մի թարմ կերակուր։ Եթե մեկի կյանքում հնացել է, թող ինքը դառնա, ոչ թե Աստծո խոսքը հնացել, այլ իր մեջ ինչ-որ մի խնդիր է առաջ եկել։ Թող այսօր ուրախություն լինի, այսօր ուրախությունը կրկնապատկվի ամենքից։ Ես մի հորդորել կասեմ, որպես ձեր եղբայրը, եթե սիրով կընդունեք, իսկ երեխաները ասեք հրաշալի այսօր նրանք ելույթ են ունենում տարբեր տեղեր, Տեր օրհներ ավակ եղբայրներին, որ այս վերջերս սպասավորականին այդ հարցը կոնկրետ դրեցին։ Երեխաների նկատմամբ շատ ուշադիր լինել դեր եկեղեցում եւ հորդորել ծնողներին, ինչու համար։ Եթե միտեղ երեխաներ չկան, այդ եկեղեցին մարվում է։ Եթե միտեղ երեխաներ կան, որոնք Աստծուն են պաշտում, երկրպագում, ինչպես գրված է երկնքի արքայություն նրանց է, չէ՞։ Ուրեմն այդ երեխաները յուրահատուկ մի պարգև է տվել Աստված մեզ։ Ասում որովայնի պարգևը, որովայնից ծնվածը դա Տիրոջից պարգև է, չէ՞։ Եվ այդ պարգևը Աստված տվել է, որ ինչ անենք այդ պարգևի, ոնց վարվել։ Մենք եղբայրներս լավ գիտենք, այստեղ բոլորը ծառայող հովիներ եղբայրներ կան, եկեղեցում գիտեն ամեն մեկ հոգու հետ կապված, ամեն մեկ ընտանիքի հետ կապված վիճակներ։ Շատ երեխաներ, այս փոքր ժամանակ ելույթ են ունենում, արտասանում են, ուրախանում են, եկեղեցին է ուրախանում, բայց որ դառնում են 14, 15, 16, 17 տարեկան, նամանավանդ աղջիկները, շատ մայրեր, կներեք մայրեր, ես ասում եմ որպես եղբայր հորդորան, շատ մայրերը սկսում են արդեն աշխարհիկ ձևով նրանց թողնել, ասում են հանկարծ բան, որ այդպես մնա չի ամուսնանա եկեղեցում, էսենց կլինի, աշխարհում հեշտ ամուսնանալը, այսպիսի վիճակներ կա, տվյալներ կա, դրա համար մենք եղբայրներս պարտավոր են սա հորդորելու, որտեղ ինչ գիտես, սրանցից մեկը ամեն մեկը մի մարգարե կարող է լինել, մեկը մի քարոզիչ լինի, մեկը մի հովիվ լինի, չեք ուզում այդպիսի աճել մեր երեխաներ, ուզում են, չէ՞, ուրեմն նրանց աճեցնել Աստված պաշտության մեջ։ Սա մեծ պարտականություն է մեզ եւ մեծ պատասխանատվություն, որովհետեւ այն երեխաները, որ Տիրոջ տան մեջ ծնվում են, տեսեք ընծայում ենք արել, չէ՞,
ասում ենք մա երեխա ծնվի, տանենք նա ընծայել եկեղեցում, հողի ու վերստի նա աղոտ քանի անում են, արվել է ընծայել, բայց ընծայել են միայն այդ օրվա համար, թե ամբողջ կյանքը նրանք պետք է ընծայված լինեն Աստծուն, հասկանալի է, այս դրա վրա դուք շարություն դարձնենք, հայրերը, մայրերը նմանապես, սա շատ կարևոր է այսօր, եւ որովհետեւ դա մեծ օրհնություն է մեր կյանքի մեջ, ընտանիքի մեջ, որ ընտանիքում բոլոր երեխաները ապաշխարության մեջ են, ընտանիքը օրհնված, պաշտպանված է, խավարը չի գալիս այդտեղ, խավարը մուտք չունի, բայց որ երեխան արդեն դրսում է, դրսից խավարն է բերում, չէ՞ այդտեղ խավարի մեջ, դա համար աղոտ կանենք, լացենք, Հիսուսը ասեց, ով Երուսաղեմի կանայք, մի լացեք ինձ համար, որտեղ դուք չգիտեք, այն ճանապարհը, որ ես գնում եմ, որ հիմա պետք է խաչվեն, դա մի նպատակ է հետապնդում, որ դուք հավիտենական կյանք ունենաք, այլ դուք գնացեք լացեք ձեր եւ ձեր որդկանց համար, որ նրանք խավարի մեջ չմնան, Տերը շատ օրհնի ձեզ, եւ Վարդան ջան, Գուրեր ջան, ուրախ սրտով կրկին ասենք փառք ես Հայր Աստված, որ մեզ շնորհեցիր այդ քո որդու ծնունդով, որ մենք էլ նոր ծնունդ ունեցանք, որտեղ երեք կարևոր գործողություն է Աստված արել երկրի վրա. Հիսուս Քրիստոսի ծնունդ, խաչելություն եւ ապշտակություն ալնելու։ Անփարսումը թողնի, ապշտակությունն է, որտեղ նա գնաց, որ մեզ համար ասում տեղ պատրաստել, չէ, որ գամ նորից տանեմ։ Ժանակ այդ երեք գործողությունն այսօր շատ կարևոր։ Ամեն բան սկսված ծնունդից, միայն ծնվելը քիչ է, շարունակություն կա։ Մենք երբ որ ծնվում ենք հոգևորապես, վերստից ծնվում ենք, դա վերջը չի։ Դա չի նշան, որ վերջ պրծավ արդեն։ Դա սկիզբն է նոր կյանքի։ Այդ պետք է կերակրենք այդ մանուկին, Աստծո խոսքով, որ նա աճի, որ չմնա գաճաճ, այլ աճի եւ իր պտուղը տա։ Այդպես են եղբայրները աճել, այսպես է, որ եկեղեցին այսօր պահպանվում է այն ճշմարտության խոսքով, այն հայտնությունով, որ Հիսուս Քրիստոսն է մեր կյանքի հայտնությունը։ Տերը օրհնի ձեզ, ամեն։ Ձեռնարկի երկրից արթնացի հյուսիս հարավ։ Շուտով հետ պարտեզնի, ոգը չէ կամինը կոմեր, ուրել խունքեր պարտեզի, որ գայիմ սիրեկանը հոգուս հայելի, ուրույրը խուկերի ճաշակի, վտուղներ իմ պարտեզի, As the
Ժողովուրդ ջան, սրտանց ասենք Փառք Հիսուսին։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ ծնունդը։ Ամեն։ Ես շնորհակալ եմ Տիրոջը, որ իրավունք արեց ձեր հետ միասին մասնակից լինելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի խնջույքին, ծննդյան խնջույքին։ Մենք բոլորս էլ մասնակից ենք եղել շատ ծնունդների, շատ ծննդյան խնջույքների։ Բայց եկեք անկեղծ լինենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան խնջույքը տարբեր է բոլոր ծնունդներից։ Սուրբ Գրքից մի օրինակ բերեմ ծնունդից։ Հերովդեսը ծնունդ արեց, իր ծնունդը նշեց, մեծահարուստներին կանչեց, բայց այդ ծնունդի մեջ ինչ եղավ? Մահ եղավ։ Աստծո մարդու գլուխը գլխարկվեց։ Աշխարհ երկիր մոլորակը շատ ծնունդներ ա տվել, շատ աշխարհակալներ ա տվել, անվանի մարդիկ ա տվել, բայց այդ մարդկանց ծնունդով երկիր մոլորակին ինչքան փրկություն ա եղել, ինչքան օրհնություն ա եղել, ինչքան աշխարհականներ ա եղել, պատերազմներ, այդ մարդկանց ծնունդով շատ մարդիկ կորուստ են գնացել, շատ ընտանիքներ քայքայվել են, շատ մայրեր որբեր են մնացել, բայց մեր Հիսուսի ծնունդով բոլոր մարդկությունը կյանք ունեցավ, որը ես եւ դու ունեցանք։ Ես ուզում եմ մի կարճ զրուցել մի կետի շուրջ մեր Հիսուս Քրիստոսի ծննդյան կարևորությունը իմ կյանքում, դու էլ նայ քո կյանքում։ Հիսուս Քրիստոսի ծննդյան ծնունդը իմ կյանքում ինչքան մեծ կարևորություն ա եղել։ Իմ կյանքում նայի, ես իմ կյանքում եմ նայում, հիմա ինչի մասին որ զրուցեմ, ես իմ կյանքի մասին եմ ասում։ Դու էլ քո կյանքի մասին նայի, Հիսուսի ծնունդը քո կյանքում ինչքան մեծ դեր ա կայացել։ Սիրելի հարազատներ, մենք բոլորս Հիսուսի ծնունդից, եղբայր ասեց, խավարի մեջ նստած ենք եղել, ճշմարիտ ա եղել։ Խավարի մեջ մենք ապրել ենք, խավարի գործերով ապրել ենք, մահվան վախով ենք մենք բոլորս էլ եղել։ Բայց Հիսուս Քրիստոսի ծնունդով ես ու դու եղբայրներ քույրեր, դայք Ղուկաս ավետարանի առաջի գլուխ եմ կարդում, որ մենք բոլորս եղել ենք խավարի մեջ, Ղուկաս ավետարան առաջի գլուխ կարդում եմ, ինձ համար, բոլորիս համար, ինչ ասում այստեղ Աստծո խոսքը։ Կարդում եմ 77 խոսքից առաջի գլխի։ Անոր ժողովրդին գիցնելու իրենց փրկությունը, իրենց մեղքերի թողությունը, մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերը մեզի այցելության եկավ։ Խավարի եւ մահվանստների մեջ նստողներին լույս տալու համար եւ մեր ոտքերը խաղաղության մեջ շտկելու համար։ Ասենք Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, որ մենք խավարի մեջ կորած ենք եղել։ Մահվան վախով բռնված, բայց այդ լույսը Քրիստոս լույսը ծագեց մեր սրտերի մեջ։ Կորինթացիների մեջ նայեք ինչ է ասում,
4-րդ գլուխ 6 համարի խոսքն եմ կարդում։ Որտեւ Աստված հրաման արավ խավարել լույս ծագի, որտեղ լույս ծագի Քրիստոս լույսը։ Ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառած գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոս անձով։ Փառք Հիսուսին։ Փառավորվի նրա անունը, սիրելի քույրեր եւ եղբայրներ, որ այդ լույսը ծագեց մեր սրտի խավարում եւ մեր ներսը Քրիստոս լույսը եկավ։ Հիմա մենք այդ լույսի մեջ ապրում ենք եւ քայլում ենք։ Երկրորդը, մենք ընդունում ենք, որ մենք մեղքին գերի ենք եղել։ Մեղքին ստրուկ ենք եղել, մեր կամքը չենք ունեցել։ Եղբայրներ, քույրեր, կարդում եմ Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ, ինչ ասում այստեղ Աստծո խոսքը։ Տասնութ համարից եմ կարդում։ Տիրոջ հոգին ի վրաս է, որովհետև զիս օծեց աղքատներին ավետարան կարոզելու։ Զիս ղրկեց, Հիսուսին ղրկեց ինչի համար։ Կոտրած սրտերը, կոտրած իր ունեցյալները բժշկելու, գերիներին ազատություն, կույրերին տեսողություն կարոզելու, հարստահարության կրողներին ազատ թող տալու, Տիրոջ ընդունելի տարին կարոզելու։ Փառք Հիսուսին։ Եղբայրներ, քույրեր, Հայր իրա որդուն ղրկեց ինձ նման, քեզ նման անձի համար, որ մեղքին գերի ենք եղել։ Ինչպես եղբայրները ասեցին, որ մեր ներսը գոմ է եղել, որ մեր ներսը սուրբ սիրտ կառուցի, երկնքի թագավորությունը մեր ներսը կառուցի։ Հիսուս ծնունդով մեր ներսը եղավ երկնքի թագավորություն։ Եղբայրներ, քույրեր, Տիրոջ անունը փառավորվի։ Երրորդը, Հիսուս Քրիստոսի ծնունդով մենք ունեցանք մեղքերի թողություն։ Որ մարդու ծնունդով ենք մենք ունեցել մեղքերի թողություն, որ աշխարհակալի, անվանի մարդկանց, եղել ասենց դեպք, չի եղել, բայց Հիսուսի ծնունդով ես ու դու ունեցել ենք մեղքերի թողություն, կարդում եմ Մատթեոս ավետարան առաջի գլուխ, 21 խոսքը, մենք որ նայում ենք, ես իմ անցյալը նայեմ, դու քո անցյալը, որ նայում եմ ես իմ անցյալը, ասում եմ ավելի լավ է գետինը բարձրի մտնեմ գետինը, որ ինչ մեղքի կյանքով ենք ապրել։ Բայց այդ մեղքերի համար ես պիտի պատասխան տայի։ Բայց Հիսուսի ծնունդով ես ունեցա մեղքերի թողություն, խաղություն, ներում, արդարացա, կյանք ունեցա։ Եվ որդի պիտի ծնանի, անունը Հիսուս պիտի դնես, քանզի անիկայի ժողովրդին իրենց մեղքերին պիտի փրկի։ Իրենց մեղքերից։ Քո մեղքերից ոչ քո հայրը, ոչ քո եղբայրը, ոչ քո հովիվը, ոչ քո քարոզիչը չի փրկել։ Մենք պարտական ենք Հիսուսի ծննդյանը։ Այդ ծնունդով ինչքան է մեր մեղքերը մեզի տանջել։ Հլնայինք ակնթարթ մի հետ մեր մեղքերը։ Բայց որ եկանք Հիսուսին, մեր սրտերը անկեղծ բացեցինք, Հիսուսի լույսը ծագեց, Հիսուսի արյունը եկավ մեր վրա, մենք ունեցանք թողություն, փրկություն, կյանք ունեցանք։ Ինչքան պարտական եք այդ ծննդին։ Ես ու դու, եղբայրներ, քույրեր, իր ծնունդը մեր կյանքում ինչքան մեր կյանքը փոխեց։ Օրհնյալ լինի նրա անունը։ Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդով ունեցանք մենք վերստին ծնունդ։ Այն քրիստոնյան, որ վերստին ծնունդ ունի, երկինք չի գնա։ Մենք ունեցանք վերստին ծնունդ, մեր կյանքը փոխվեց։ Մարդիկ տեսնում են, ասում են դու առաջվանը չես։ Քո վարմունքը, քո ապրելակերպը, մտածելակերպը, մենք ունեցանք Հիսուսի ծնունդով վերստին ծնունդ, եղբայրներ, քույրեր։ Կարդում եմ Տիտոսի 3-րդ գլուխ, տեսնենք այս համարի մեջ ինչ է ասում Պողոս առաքյալը Տիտոսի մեջ։ Ինք խոսքից եմ կարդում։ Ոչ թե արդարության գործեր են, որ մենք ըրինք, հապա իր ողորմության համեմատ մեզ փրկեց նորեն ծնանալու ավազանի միջոցով ու Սուրբ Հոգու նորոգվելով, զոր առատորեն թափեց մեր վրա Հիսուս Քրիստոս մեր փրկչի ձեռքով։ Հիսուս Քրիստոսի ձեռքով ինչ ունեցանք, վերստին ծնունդ ունեցանք։ Հները անցան, ամեն բանը նոր եղավ։ Մարմնավոր ծնունդը մահա, հոգևոր ծնունդը կյանք, Հիսուս Քրիստոսի ձեռքով, սիրելի քույրեր, եղբայրներ։ Հաջորդը, Հիսուս Քրիստոսով դարձանք Աստծո որդիներ։ Ասում է իրեններին եկավ, իրենները չընդունեցին։ Ովքեր ընդունեցին, իշխանություն տվավ ինչ լինելու Աստծո որդիներ։ Դու Աստծո որդի ես։
ես ու դու Աստծո որդի ենք եւ ինչ պատիվ ու շնորհք ա դա Աստվածանից ընդունեցիր Հիսուսին եւ այդ շնորհք իշխանությունը տվավ ինձ եւ քեզ Աստծո որդի լինես։ Հիմա քո անունը գրված է կյանքի գրքում։ Դա ինչ պարծանք ա մեզ, ինչքան շնորհակալ պիտի լինենք Տիրոջից։ Հաջորդը Հիսուս Քրիստոսի ծնունդով Սուրբ Հոգու տաճար դարձանք։ Մենք մի ժամանակ մեղքի տաճար ենք եղել։ Մեր ներսը բազմաստվածություն ա եղել, բայց Հիսուս Քրիստոսի ծնունդով մեր ներսի կուրքերը, պղծությունները քանդվան, ավիրվան եւ Աստված մեզ իր Սուրբ Հոգով օծեց։ Հիսուսի ծնունդով մենք դարձել ենք Սուրբ Հոգու տաճար։ Եվ վերջինը Հիսուս Քրիստոսի ծնունդով մենք հավիտենական կյանք ունենք։ Հավիտենական փրկություն ունենք եւ Հիսուսի աչքում ողորմություն շնորհք են գտել, որ ես ու դու ապրենք հավիտյանս հավիտենից։ Փառավորվի իր Սուրբ անունը։ Ինչքան կարևոր է նրա ծնունդը մեզ համար, որ մեր կյանքը արմատական փոխել է, որ մենք մի ժամանակ բանի պիտանի չենք եղել, բայց Հիսուս Քրիստոս մեր կյանքը արմատական փոխեց, լույսով որդիներ դարձրեց։ Եվ իրավունք արեց, որ ես ու դու իր ընտանիքի անդամ դառնանք։ Մեր անունը գրվավ կյանքի գրքում եւ իր աչքում պիտի լինենք ես ու դու։ Մի ժամանակ ուր ենք, ով ենք, հիմա մենք ով ենք, այդ ամեն փառքը պատիվը Հիսուսին ավայել։ Թող օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը եւ Աստված օրհնի մեզ բոլորիս։ Ամեն։ Տիրոջը, ինչքան լավ է, որ Հիսուսը ծնվել է։ Օրհնյալ է մեր Տերը, սիրելիներ, եղբայրները շատ լավ խոսեցին Տիրոջ մասին, բայց մենք ինչքան էլ խոսենք, դա քիչ է։ Առավել լավ է, այնքան լավ է, որ մեր կյանքում մեր մեջ բնակվի Տեր Հիսուսը, որ իրապես մենք սիրելիներ, այդ ավետիսը, որ առնում ենք այսօր, մենք բարի լուրը այս տարածում է ամբողջ աշխարհում մեկ, ինչպես հովիվները սիրելիներ, այդ ավետիսը ընդունեցին, հետարքիր է, երբ որ նայում ենք Ղուկաս ավետարանի մեջ, ուզենամ մենք ուշադրություն դարձնենք ամեն Աստծո խոսքի ամեն մի կետը իր մեջ ունի կյանք եւ զորություն։ Հետարքիր է, երբ որ նայում ենք Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ սիրելիներ, սա այն հատվածն է, երբ որ հրեշտակները եկան հովիվներին ավետիս տվեցին, բայց ասում է հովիվները վախեցան։ Եվ ինչ ասում հրեշտակները ասեցին, եւ ահա Տիրոջ հրեշտակ անոնց վրա իջավ ու Տիրոջ փառք անոնց բոլորտիքը ծագեցավ, ու ասում է խիստ շատ վախեցան։ Եվ հրեշտակը ասավ անոնց, մի վախենաք, վանսի ահա ես ձեզի մեծ ուրախության ավետիս կտամ, որ բոլոր ժողովրդի վրա է։ Ասենք փառք Տիրոջ։ Այսինքն ինչ մեծ ուրախություն է, որ Հիսուսը ծնվել է աշխարհի բոլոր մարդկանց համար։ Իմի հարց, մենք ինչքանով ենք ուրախ սիրելիներ։ Օրինակ, երբ որ նայում ենք Մայրամը սիրելիներ, Մայրամը Հիսուսի մայրը որպես հանդիսացավ երկրի վրա, Աստված կամեցավ իր միջոցով ծնվել Տեր Հիսուսը։ Բա Մայրամի կարգավիճակը, որ մենք տեսնենք Հովսեփի, որ Մայրամը այր մարդ չգիտե, ինքը մահը հանձն առավ իր վրա։ Պատկերացնում եք ժողովուրդ ջան, Իսրայելի մեջ այդ օրենքը կար, եթե ինքը համաձայն եղավ մահվան, համաձայնվավ մահվան, որտեղ եթե ինքը չհամաձայն այդ բանը իր մեջ հավատ չունենար, ինքը այդ քայլի չէր գնա, որ իրան եթե բռնեին, ասում է քարկոծեին, բայց ինքը իր մեջ ընդունելով Հիսուսին, Սուրբ Հոգով հղիացավ, եւ ինքը ինչ հետարքիր խոսքեր ասում, երբ որ այցելում էր Եղիսաբեթին սիրելիներ, Մայրամը հենց առաջին գլուխ Ղուկաս ավետարան 46-րդ խոսքում այսպես ասում. Եվ Մայրամը ասավ. իմ անձս մեծացնե Տերը, եւ իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստծով, վանսի իր աղախինի խոնարհությանը նայեցավ, քանզի ասկե հետև բոլոր ասկերը ինձի երանություն պիտի տան, վանսի հզոր ինձի մեծամեծ բաներ հրավ, անոր անունը Սուրբ է, եւ անոր ողորմությունը իր մե վախեցողների վրա ազգ է ազգ, իր բազուկով զորություն ցուցուց, ցիրության հրավ ամբարտավաները իրենց սրտի խորհուրդներով, զորավորները իրենց աթոռներից իջեցուց ու խոնարհները բարձրացրեց, անոթիները բարիկներով լեցուց,
ու հարուստները պարաղ ճամփեց։ Տիրոջ անունը փառավորվի սիրելիներ։ Այս ամենը մենք այսօր ուշադրություն պիտի դարձնենք։ Ես հոժար եմ, որ Քրիստոսի մեջ բնակվի, իմ մեջ ապրի, ինչպես սիրելիներ, մենք տեսնում ենք եղբայրները խոսեցին, որ գոմի մեջ ծնվեց։ Այսօր ամեն մեկիս մեր մարմինը, իմացեք ամեն մեկիս մի գոմ է, որ Տերը կամեցել այսօր իմ մեջ գա, ծնվի, իմ մեջ բնակվի, ինչպես եղբայրները հիշեցրին, որ մենք երգ ունենք, ասում է ծնվիր իմ սրտում մանուկ Հիսուսին։ Սիրելիներ, երբ որ մեր կյանքում Քրիստոս կյանքը հայտնվում է, այս մեծ ուրախությունը եւ մենք այս ուրախությունը անպայման պիտի ապրենք։ Եվ մենք տեսնում ենք, որ Դավիթ թագավորը անգամ սրա մասին սիրելիներ, մենք կարդում ենք 34 Սաղմոսի մեջ, Դավիթ թագավորը շատ այս միտքը նորից ինքը իր մեջ Քրիստոս կյանքի, Աստծո կյանքի համ առնելով ինքը ինչ է խոսում։ 34-րդ Սաղմոս 2-րդ խոսքից եմ կարդում։ Իմ անձս ասում է Տիրոջ մոտ պարծի, խեղճերը պիտի լսեն եւ ուրախանան։ Ինձ է Տերը մեծացուցեք, մեկտեղ բարձրացնենք անունը։ Ինչքան մեծ է մեր Աստված սիրելիներ, որ մենք այսօր, եթե Քրիստոս կյանքի մեջ այսօր եկել է, ես եթե ուրախ չեմ, այս ծիսակատարությունները, այս ամեն ինչը որ աշխարհը անում է, եւ շատ ուղղություններ կան, որ անում են առանց դիտակցաբար, մենք պիտի ինչքան շնորհակալ լինենք, որ Տերը եկավ ծնվավ աշխարհ։ Եթե Տերը չծնվեր ժողովուրդ ջան, մենք այստեղ ինչ բան ու գործ ունեինք։ Մենք ինի բոլորս կորսված կլինեինք, որտեղ մենք խավարի մեջ ենք եղել։ Ես սատանայի ծառա եմ եղել, սատանայի խոսքին եմ հետևել, նրա ձայնն եմ լսել, բայց Աստված այսօր ինձի կանչել է, ինձ ընտրել է, որպեսզի ես նրա ձայնը լսեմ եւ նրանով հետևեմ եւ նրանով ուրախանամ ու ցնծամ։ Սիրելիներ, դրա համար Պողոս առաքյալի կյանքում այս խոսքը իրան, որ այսօր ամեն մեկիս էլ հասանելի է, տրված է մեզի, Պողոս առաքյալին, երբ որ Աստված ընտրեց, հետարքիր Անանիա, երբ որ գնաց իր մոտ մի բան ասեց։ Ղուկաս գործք առաքելոց 22-րդ գլխի մեջ այսպես ասում. Անանիան, երբ որ Պողոսին հանդիպում է, որ առաջին անգամ եւ ասում է, ես ասում եմ նույն ժամում վեր նայեցի իրեն եւ անիկա ասավ, մեր հայրերու Աստված առաջունե քեզի ընտրեց, որպեսզի իր կամքը ճանաչես, ու այն արդարը տեսնես եւ անոր բերնի ձայնը լսես։ Եթե սիրելիներ, մենք այսօր ընդունում ենք, ուրախանում ենք Հիսուսի ծնունդով, բայց Աստված նպատակ ունի իր որդուն ուղարկելու համար, նպատակ ունի, որ ես ու դու նրա կամքը ճանաչենք եւ արդարը տեսնենք, Քրիստոսին տեսնենք, որ նա է իմ արդարացնողը, ինձ փրկողը եւ նրա ձայնը լսեմ եւ իր ձայնին հետևեմ։ Ձեր Աստծո նպատակը սա է, որ մենք իր կամքը ճանաչենք եւ որն է իր կամքը, Աստծո գործը, որ Աստծո կամքը բարին, հաճելի եւ կատարյալ։ Արդյոք մենք կարող ենք սիրելիներ առանց Հիսուսի ծնունդով մենք լինենք բարի, հաճելի, կատարյալ, ես կասեմ քավլից այդպիսի բան հնարավոր չէ։ Ապա ինձի ինչը հարկավոր, քեզ ինչը հարկավոր, Աստված այսօր մեզի ընտրել է բոլորիս, ավետիսը տվեցին հովիվներին եւ ասեցին բոլոր մարդկության ավետիս ուրախություն։ Ինչի համար, որ մարդիկ խավարի մեջ եղբայրների շացվին, խավարի մեջ էին նստած, եւ խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ, Արմեն եղբայրը կարդաց Եսայի մարգարությամբ, որ ելնի լուսավորիր, քանզի քո լույսը եկել է, եւ Տերն է ծագել քո վրա։ Սիրելիներ, այսօր ժամանակը այնպիսին է, եթե մեր կյանքում իրականություն դառնա Քրիստոս կյանքը, մեր մեջ չծնվի Հիսուսը, չբնակվի Հիսուսը, մենք առանց Հիսուսի ոչինչ չենք կարող անել։ Եվ դա Տեր ասում է Հովանու ավետարան 15-րդ գլխի մեջ ինքը ասում է, առանց ինձ դու չեք կարա ոչինչ անել։ Այսօր սիրելիներ, ուրախանում ենք, մենք պետք է ամեն օր ուրախ լինենք, ոչ թե միայն այսօր, ամեն օր։ Դրա համար Պողոս առաքյալ ասում է, ուրախ եղեք, դարձյալ կսեմ ուրախ եղեք։ Աստված օրհնի սիրելիներ,
որ մեր ուրախությունը հանդիսանում է մի բանի, որ ինչքան լավ է Տեր ջան, որ դու ծնվեցիր, ինչքան բարի էր քո գալը, ինչքան օգուտ էր ինձի, որ դու ծնվեցիր, որ այսօր ես կյանք ունենամ, ել ավելի ունենամ։ Սիրեներ, Տերը օգնի, Տերը զորացնի, որ այսօր մենք Աստծո ծնունդը, որ Քրիստոսի ծնունդը, որ տոնում ենք, իրական գիտակցելով, հասկանալով տոնենք սիրեներ, որտեղ մեր ուրախությունը, ցնծությունը դրանում է կայանում։ Եթե մենք դրա համար չենք ուրախանում, մենք սիրեներ կարանք երկրավոր բաներով ուրախանանք, որը ժամանակավոր է։ Եղբայր ասեց, ինչքան աշխարհում ծնունդներ կան, ուրախանում են, բայց այդ ուրախությունը մեզի կյանք չի շնորհել։ Որ մեր ծնունդ ենք, մենք անգամ մեր ծնունդներն ենք տոնում, ուրախացանք, որ մի տարի էլ մեծացանք, բայց այդ ուրախությունը մեզի կյանք չի տալիս, բայց Քրիստոսի ծնունդը մեզի կյանք է տալիս։ Ինչ լավ է, որ նա ծնվավ եւ այսօր եկավ, որ մենք այս խոսքերը մեր մեջ հաստատվի, ավետարանը որպես ճշմարտություն, ավետարան որպես կյանքի լույս, խոսքը, որ եղբայրներ ասեցին, գենացածն է, ջուրն է, ամեն բան ինքն է, սիրելիներ, առանց իրան մենք կյանք չունենք։ Այս տեսեք ինչ ասում Դավիթ Հագավորի սաղմոսների մեջ էլի 35 սաղմոսում ասում է 9-րդ խոսքում, սակայն իմ անձս Տիրոջմով պիտի ցնծա, անոր փրկությունով ուրախություն պիտի ըլլա։ Մենք այսօր ինչքան ենք ուրախանում, ինչով ենք ուրախանում, արդյոք ծիսակատարությունով, չգիտեմ ինչով, բայց երբ որ ես հասկանում եմ Հիսուսը որ ծնվել է, ինձ կյանք է շնորհել, փրկություն, իր փրկությունով պիտի ուրախանալ, որովհետև Աստված սիրելիներ մեզի կանչել է մի նպատակով, որ մենք իր հետ մեկ դառնանք, մեկ լինենք, Տերը օրհնի, թող Քրիստոսի ծնունդը մեր մեջ ամրապնդվի, հաստատվի, որ մենք աճենք, զորանանք, Տիրոջ այգու մեջ պատղաբեր դառնանք, Աստված օրհնի ձեզի, ամեն։ Շնորհավոր ենք այս ծնունդը եղբայրները մեզ շատ գեղեցիկ հոգևոր շնորհ հաղորդեցին։ Մենք բոլորս դրա կարիքը շատ խիստ զգում ենք։ Եվ Հիսուսի ծնունդը պետք է տարբերվի աշխարհի մնացած բոլոր այն ուրախություններից։ Եթե այսօր այդ ուրախությունը Քրիստոսի ծնունդը քեզ համար հայտնություն չի, ուրախություն չի, դեռ դու Քրիստոսի հետ ինչ չես արել, չես հանդիպել։ Ուղղակի մակերեսորեն եկել ենք, գնացել ենք, երգ ենք լսել, աղոթել ենք, միգուցե հաջողություններիդ համար ես եկել, միգուցե հիվանդ ես եղել, դրա համար ես եկել, ասեք, մենք գիտենք բոլորս, որ ասենք ինչքան թեկուզ Հիսուսի ժամանակներում ինչքան հիվանդներ են եկել բժշկվել ու տենց էլ թողել գնացել։ Ինչքան հրաշքներ տեսնողներ են եղել ու տենց էլ այդ հրաշքը կարծես թե իրենց օգուտ չի տվել։ Համաձայն չեք ժողով, որ Հիսուսի ծնունդը դա պետք է յուրաքանչյուրից բացվի որպես կյանքի հայտնություն։ Ամեն։ Ես գիտեմ, որ Հիսուսը ինձ համար է եկել։ Ես չգիտեմ ձեզ համար եկել է թե չի եկել, բայց ինձ համար եկել է։ Եղբայրը որ խոսած կարծես թե իմ մտքերից խոսած, այդ նույն մտքերը ես էի շարադել, ասես որտեղից գիտեր որ ես դա պետք է խոսայի։ Վերջը։ Ինձ համար է եկել։ Եթե ամբողջ աշխարհի մարդիկ անգամ կարիք չունենային Հիսուսին, արդար լինեին, մենակ մեղավորը ես լինեմ, ինձ համար գալու էր աշխարհ։ Հարավարի։ Ինձ համար գալու էր աշխարհ։ Հիմա համոզված եք, որ ձեզ համար է եկել։ Այո։ Համոզված եք, որ իսկապես Հիսուսը քեզ համար է եկել։ Մի հատ քույրի կա, այսպես էր ասում, ինքը գիտի, որ հարգումն եմ ապրում ես։ Ասում եմ, քո բոլոր մազերն էր համրված ու հաշված է։ Անկամ գիտնականների կողմից իրանք այսպես են ասում են մոտորապես մարդու գլխին 100,000-ից ավելի մազ կա։ Եվ դրանից չգիտեք օրեքանց որ սանրում եք մազերը, չգիտեք քանիսն է թափում։ Հիսուսը դրա տեղներ գիտի։ Ամեն։ Ինքը եզակի ծնունդ է։
Աշխարհում 8-9 միլիարդ մարդ կա եւ 8-9 միլիարդ մարդու մատնահետ կա եւ բոլորը տարբեր են։ Մենք էլ մեր ծնունդներով տարբեր ենք։ Ասում են տղան հորն է քաշել։ Ինչքան է նման, բայց ոչ մեկից նման չեն։ Ամբողջ տիեզերքում մենակ դու ես քեզ նման որպես մարդ եւ Հիսուս քեզ համար է։ Քեզ համար է եկել։ Եղբայրներ քույրեր, երեխեք որ խոսեցին, ես ավելի շատ ուզվեցի, որովհետեւ երեխեքի արտասանությունը, երեխեք գիտեք, շատ պարզ, անկեղծ ու թափանցիկ է։ Մենք մեծերս մի քիչ գիտություն գիտենք, հա, հասկանալով ենք խոսում, բայց իրանք հավատքով են խոսում։ Համաձայնեք եղբայրներ։ Մեզ ուրեմն բանում Արցախում մեր եղբայրներից մեկը Մարտունու հովիվն էր։ Ուրեմն իր տան հայաթը մի հատ մեծ ջրհոր էր կտրել, մոտ մի 23 մետր խորությամբ։ Երեխան եկել էր ընդեղից ասում է, պապ, քիչ փորի, բա որտեղից ընկնես դժոխք։ Բա որտեղից գնաս դժոխք։ Մեր Վլադիկ եղբայրն է, քույրերը գիտեն իրանց հովիվն է։ Ասեց, այնքան եմ խնդացել եմ, ձեռներս թուլացել էր չեմ կարողանում։ Երեխեքին բացված է, չէ, որ ասում են, յանիքան դժոխքը յանիքան սրտի անդերքում է երկրագնդի եւ իրանց մոտ մնացել է տպավորություն, որ շատ փորեք միգուցե հասնելու ենք դժոխքի։ Եղբայրներ քույրեր, Տերը թող շատ օրհնի, որ իրականում մենք հասկանանք Քրիստոս մեզ համար է եկել։ Նա եկել է, որ ինձ փոխի։ Եթե այսօր մեր ընտանիքում մի հատ ծնունդ է լինում, նամանավանդ որ մի հատ տղա երեխա է ծնվում, չէ, գիտեք ինչ ուրախություն են անում, ինչ քեֆ ուրախ։ Բայց հարցը հետևյալն է, բայց այս տղան որ մեծանա, չգիտեք ինչ կանի, ինչ է լինելու իր վերջը, բայց մենք ուրախանում ենք։ Աշխարհում բոլոր ծնունդների համար բոլոր մարդիկ էլ ուրախացել են։ Ինչ եք կարծում, Հիտլերի մայրը իր համար չէր ուրախացել։ Այս Իրանի թե մարդ ծնված չուներ։ Ներոն կայսր կար, մոտ 75,000 քրիստոնյայի վառեր, խաչեր, իրա կմահաճույքին ամբողջ հռոմը, այսպես ասած, պաժարը տվել, որ ինչա բանաստեղծը դրա ֆոնի մի երկու բան գրի։ Եվ վերջում էլ գցեց հավատացյալների վրա։ Երանի թե այդ մարդին ինչ չաներ, հա։ Եղբայրներ քույրեր, ես ինքս ինձ ձեր եմ ասում, եթե Քրիստոսի հետ ես չհանդիպեի, երանի թե ես այդ ծնված չլինեի։ Ես վնաս եմ տվել ինձ, իմ ընտանիքին, իմ շրջապատին, վնաս եմ տվել հասարակությանը, բայց որ Քրիստոս հայտնվել է իմ կյանքում, ես մեծ ուրախություն եմ, մեծ ուրախություն եմ իմ մեջ բան արել, որ Հիսուս դու ինձ համար ես եկել, թե չէ իմ մարդկային կյանքով ես կարող բոլորի վնաս տայի։ Հասարակ մենք եկեղեցում կարող է մեկին, այսպես ասած, մի թթու խոսք ասեք վիրավորվում է։ Համաձայն չեք եղբայրներ, երբես չի։ Բայց Քրիստոսը եկել է մեզ մի հետաքրքիր բնություն է բերել, որ այդ բնությունը իր բնության այն երկու ճառագայթներն են, մեկը խոնարհությունն է եւ մեկը հեզությունն է, որ այսօր մենք բոլորս դրա կարիքն ունենք։ Հեզությունը, որը հավասարակշռում է քեզ, անես դաշտ է բերում, որ դու մեղքի նկատմամբ հավասարակշռված ես, եւ իր բնությունը միակ խոնար բնությունն է, թեպետ ինքը Աստվածը մեզանից բարձր է, բայց ինքը երկրագնդի ամեն մարդկանցից էլ խոնար է, փառավորվի Հիսուսը։ Ամեն, փառք Հիսուսը։ Եվ միշտ հիշեք, հոգևոր կյանքը սկսում է խոնարհությունից, Աստված քեզ հետ խոսում է խոնարհությունից։ Համաձայն եք եղբայրներ։ Ուրիշ ձևի քեզ հետ չի կարող ինքը մոտենալ։ Այսպես ասում, առանց, այսինքն խաղաղության, առանց սրբության
որևէ մարդ չի կարող Տիրոջը տեսնել եղբայրներ քույրեր։ Տերը թող շատ օրհնի։ Ես մի բան եմ ուզում ասեմ, քանի որ ժամանակը շատ սուր է։ Ես մի բառ կա, այսպես ասած, միշտ խուսափում եմ այդ բառից, գիտեք որ բառն է։ Փախստական բառից։ Շատ է խուսափում այդ բառից։ Մի մոտ ասեք դե ախր Ստեփանակերտից եկել հասել եք ստե, մտածում եմ ասում եմ, բա լավ, որտեղ ենք գնալու, որտեղ ենք մնալու, ինչ ենք անելու, ով կընդունի, ով չընդունի, մի տեսակ է սրտիս մեջ ներս տրտում էի ապրում, որ մտածում էի ասում եմ, բա լավ, Աստված բա որ մեզ հետ է, խիստ ես բաներ թույլ տվար բան, ու մի տեսակ այդ բառից ես շատ էի խուսափում։ Ճանապարհին գալից ես աղոթում եմ ասում եմ Տեր, գոնե ինձ հետ եղի, եւ Սուրբ Հոգին գիտեք ինձ ինչ ասեց։ Ամենից խոսած այդ ժամանակ ասեց, «Էդ դու ես փախստական, առաջի փախստականը եղել եմ ես»։ Մանուկը որտե փախի, կարող Եգիպտոս փախի։ Եգիպտոսից Նազարեթ պետք է գնար։ Եղբայրներ քույրեր, առաջի փախստականը եղել է Հիսուսը։ Հիսուսին աշխարհում տեղ չկար։ Պանդոկում տեղ չկար։ Եղբայրները խոսեցին, որ իսկապես Մսուրում, Գոմում անգամ մի հատ պիրոնկա չի եղել, թե փաթաթեն գրված է, խանձարուրով իրան փաթաթեցին։ Այսօր հարսերը, որ ուզում են տանեն հիվանդանոց ծննդատուն, որ այսպես ասած երեխա բերեն, պատկերացնում եք, 6 ամիս առաջ պարագաներ են վերջ պատրաստում, ամեն ինչ պատրաստում են, պալատի համարներ են անգամ գրում, որ ես ինչ պալատում լինելու։ Հիսուսին տեղ չուներ, եղբայրներ քույրեր, նա եկել է երկիր հենց ինձ համար, ես չգիտեմ ձեզ համար եկել է, չի եկել, ինձ համար եկել է։ Ես որ առաջ անգամ եկել էի բան, այս կողմով եկել էի, սկզբից մտել էի Մասիս, մեր Մերսիկ աղբերներն է, Գարիկ աղբերներ, Գարիկ աղբերը աչքերիս նայեց ասես, Վարդան աղբեր, ես Ղարաբաղ ձեր տուն շատ եմ եկել, դու տխուր մարդ ես եղել, բայց ինչ Ղարաբաղից դուրս ես եկել, դու ուրախ ես, ինչ ապատայեց։ Եղբայրներ քույրեր, բա ոչ չուրախանանք։ Դա կապ չունի նյութականի հետ, կապ չունի ուտելու հետ, կապ չունի խմելու հետ, կապ չունի թե ինչ պալատում ես ապրում, կապ չունի ով թալանեց, ով տարավ, ով բերավ, ով է իշխանը։ Եթե նա մեր հոգու մեջ չածնվել, նա եկել է ինձ համար, դրանից մեծ ուրախություն եւ հայտություն, գոյություն չունի աշխարհը։ Փառք Տիրոջը, Տերը թող շատ օրհնի, որ իրականում մենք համոզվենք, որ այս ծնունդը պետք է տարբերվի մնացած բոլոր ծնունդներից։ Այո, թող կանայք շատ երեխեք բերեն, բայց երեխեքը դաստիարակեն Տիրոջով։ Հարավորվի Հիսուսը։ Ես չեմ ուզում շատ երկար բարակ, այլ ուզում եմ հայրապետել ոնց է։ Ասումլուս կյանքում հոգիս հանգիստ չէ, ես այստեղ պանդուխտ եմ և ոտար, աշխարհի երգեր ինձ հարազատ չէ, մոտ ճամփան միշտ խորթ է ինձ համար, բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է, և արևն անգամի կեղծ բաղադրան, աշխարհում խավար տառապանք է, և կգում է գանձն ամենատան, ով Աստված գիտես հոգիս ծարավեր, կենքանի ջրի քո աղբյուրի, ես գիտեմ, որ սերը քո ամբավ է, ինձ համար քեզ մոտ կամ ավելի, դու գիտես, որ սիրտս քեզ սպասում է,
Սիրելի քույրեր, սրտանց ասենք փառք Հիսուսին։ Իսկ Տիրոջ որոշմած օրն է։ Մենք չենք որոշել, բայց մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, ձեր մեջ ենք, ձեր աղոթքների շնորհիվ, ձեր օրհնի բոլորին։ Գիտեք աշխարհի ամենամեծ հրաշքը որն է։ Բարձր, այսօր մենք հետ ենք տոնում։ Աշխարհի մեծ հրաշքներից չի, որ Կարմիր ծովը բացվել է, որ Դանանը բացվել է, Տիեզերքը կանգնել է Հեսուի աղոթքով, եւ այդպես շատ հրաշքներ են տեղ ունենում։ Ամենամեծ հրաշքը, որ Հիսուս մարդացել է։ Դերը բոլորիդ օրհնի։ Դրա համար այսօր մեր սրտերում է, միգուցե մեր բառապաշարի մեջ, մեր խոսքերի մեջ մենք չենք կարող այնպիսի խոսքեր արտաբերել, ասել, որտեղ մեր սրտերի մեջ մեծ ուրախություն կա, եւ դա կարևորը դա է։ Ինձ թույլ է գալիս մի ազնվորության շատ հետաքրքիր մի խոսք, ասում է, եթե դու մի անգամ քեզ տվել ես Հիսուսին, Հիսուսը երբեք քեզ ուրիշին էլ չի տալ։ Փառք Հիսուսին։ Հիշում եմ մի անգամ իմ հարցներից մեկի հայրը տենց բացօթյա մի տեղ էին գնացել, անկեղծ բացավ, անկեղծ սիրտը բացեց, ասեց Սաղեր ջան, իմ աղջկան տվել եմ ձեր տուն, այնեն ցարա, որ դու իրան կարնաս լավ պահես։ Գիտեք, շատ հետաքրքիր է, նույն խոսքն է գալիս, երբ որ մենք ասի երբեք չհավատաս, որ քո աղջկան վատ պահեն, սա ինձ հետո քո աղջկան ավելի ուշադրություն կդի դառնի։ Նույնն է, երբ որ հայրը տվեց ինձ այդ աղջկան, ես փորձում եմ իրան լավ պահել։ Եթե ես որպես մարդ այդպես եմ մտածում, առավել ևս Աստված։ Ասում է դու քո անձը տուր Տիրոջը, Տերը երբեք ուրիշին էլ քեզ չի տա։ Գիտեք, այնքան հետաքրքիր է Աստծո խորհուրդը, Աստծո գործը սքանչելի է։ Հոբը երբ հասկացավ այդ ամենը, երբ որ նեղությունների մեջով անցավ, այդ մեծ հայտնությունը ունեցավ։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Մի համար պետք է կարդամ բոլորիս ծանոթ համարը, եւ այնտեղ մենք հետաքրքիր բան կտեսնենք, որ գրված է Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13 համարից կարդամ։ Հիսուս Փիլիպպիայի Կեսարիա եկավ եւ իր աշակերտներին հարցրեց. Մարդիկ ինձ համար ով են ասում, ես ով եմ։ Գիտեք, շատ հետաքրքիր է։ Հիսուսը այնպիսի մարդկանց այս հարցը տվեց, այսօր այդ հարցը մեզ էլ է վերաբերվում։ Աշակերտներն էին իրար, բայց տարբեր կարծիք ունեին Հիսուսի վրայով։ Այսօր հարց եմ ուզում տամ, ինձանից սկսած, Հիսուսի մասին մենք ինչ հայտնություն ունենք։ Հիշում եք, շարունակության մեջ Պետրոսն ասեց, դու ես Աստծո որդին, երանի քեզի Հիսուսն ասեց, որովհետև մարմինը եւ արյունը քեզ չհայտնեցին։ Գիտեք, այսօր ցավոք սրտի շատ հավատացյալների մարմնի եւ արյունից հայտնություն ունեն, բայց ոչ հոգուց։ Հոգուց հայտնություն ունեցողը նա մինչև վերջ հավատարի մնում է։ Նա գիտի, որ այդ հայտնությունը
երկնքից է իր մեջ եկել։ Երանի այդ մարդուն, որ այդպիսի հայտնություն ունի։ Տերը թող օրհնի, Տերը թող ամեն մեկիս պահի։ Գիտեք, մեր հայրը, երբ որ մենք մեր անձը տալիս ենք իրան, նա կարողանում է մեզ պահել մինչև վերջ։ Մի պատմություն ձեզ պատմեմ, որտեղ ես ստիպում եմ շատ պատմություններ պատմեմ։ Եվ շատ պատմություններ այդպես միշտ լսելով ինչ որտեղ գրի եմ առնում, որտեղ պատմությունները շատ են մարդկանց ավելի հետաքրքրում։ Մի գյուղում ժողովուրդը գնում են միտեղ աշխատելու եւ այնտեղ լինում է ժայռերի մոտ աշխատում են։ Եթե շատերը գնացել եք վայել ծր, երբ որ երբինից իջնում ես այնտեղ այդ գինի երկիր կա, այնտեղից այդպես նեղ արահետներ կա, չէ, գնում է դեպի ջերմուկ, դեպի գնա այդպես, դες ժայռերը։ Տեսնում են ժողովուրդը մի հատ ժայռի կեսին մի հատ գեղեցիկ ծաղիկ կա, շատ գեղեցիկ ծաղիկ կա։ Մտածում են, ասում են, բա ոնց անենք այդ ծաղիկը բերենք մեր մոտ։ Ծաղիկը եթե այդ հերվից այդքան սիրուն է, մոտիկից ավելի սիրուն կլինի։ Եվ հանկարծ նայում են մի հատ պատանի երեխա է այնտեղ խաղում, ասում են, «Փալա ջան, արի քեզ պարանով կապենք, իջացնենք քեզի այնտեղ, դու այդ ծաղիկը քավի բեր մեր մոտ»։ Համաձայն ես։ Ասում է, համաձայն եմ, բայց միայն մի պայմանով։ Ինչ այլ է, ասում է, անձի 20 րոպե ժամանակ տվեք։ Վազելով գնում է գյուղ, մի մարդու հետը բերում է։ Այ Փալա ջան, ասում է, այդ մարդուն են չի համար ես բերել։ Բախրստել լիքը մարդ կանք, այդ պարանից կբերեն։ Չէ, ասում է, էսի իմ հերն է, դուք կարող անձի բաց թողնեք։ Բայց իմ հերը երբեք անձի բաց չի թողնի։ Ես անձնական կյանքից ասեմ, 37 տարի է, ես իմ կյանքը տվել եմ Աստծուն, երբեք անձի բաց չի թողել։ Երբեք անձի բաց չի թողել, ձեզ էլ բաց չի թողնելու, ոչ մեկին բաց չի թողնելու, որտեղ նա հավատարիմ է, ասում է, եթե դուք ուրանաք, ես ձեզ երբեք չեմ ուրանա։ Դրա համար քաջասիկ եղեք, ուրախ եղեք, Հիսուսի ծնունդը ձեր սրտերի մեջ տոնեք, հավատացեք, նա երբեք ձեզ բաց չի թողնելու, երբեք բաց չի թողնելու։ Նա որովհետև հավատարիմ է իր խոսքի մեջ, իսկ Աստված սրտագետ է, բոլորի սրտերը գիտի։ Ես ապաշխարել եմ, գիտեք ինչից ելնելով։ Ես որ բանակի տեղն էի, 78 թվին գնացել եմ, 80 թվին հետ եմ եկել, բայց հետ եմ եկել, ես ունեի հոր կարիք, հոր կարոտ, բանակի տեղում իմ հայրս մահացավ, ես 13 տարի, ես չհասրեցի նույնիսկ թաղմանական, ես 13 տարի մեր գարաժում լացել եմ, ասել եմ, Աստված ջան, չէի հավատում, եթե դու կաս, ինչ կլինի իմ հորս, ես հոր կարիք ունեմ, հոր կարոտ ունեմ, իմ հորս շատ եմ սիրում, 13 տարի լացել եմ մեր ընտանիքի անդամներից, նույնիսկ իմ կինը, որ արդեն ամուսնացել էի, իմ մայրս, որ կար այն ժամանակ, ոչ մեկը չգիտեին, որ ծածուկ ես հոր կարոտից լաց էի լինում։ Մի անգամ էլ, երբ որ լաց էի լինում, այդպես ուզում էի, որ հայր ունենամ, Աստված հայտնվավ իմ կյանքից։ Աստված ասեց, քո մարմնավոր հերը քեզ թողեց։ Նա որպես մարդ չեր կարա քեզ պահել, նա էլ սահմանափակության մեջ էր։ Ես կլինեմ քեզի հայր, հավիտենական հայր, թող Տիրոջ անունը փառավորվի։ Սիրեցեք Աստծուն, ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ասում է, որոնք որ սիրեցին իր հայտնությունը, այսինքն ծնունդը, երբ որ մարդացավ, ինքը հայտնվավ, եկավ, այսօր թող այս գյուղում, այս ռայոնում Տիրոջ ծնունդը տարածվի, իրական հայտնությունը բոլորը ունենան։ Մեր մոտ սովորությունը Մասի տարածքում ամեն նոր տարվա գիշերը երիտասարդներով հավաքվում ենք, երիտասարդությունը, մենք էլ այդ առիթից օգտվելով մենք էլ ենք գնում այդ բանում պաշտամունքին, գյուղերից մեկում, հեսա ես կասեմ, որ գյուղում, այդ գյուղից ներկայացուցիչ ունեք դուստեղ, մենք ստեղ ներկայացուցիչ ունենք այդ գյուղում, ավելի ճիշտ, իրանց պատասխանատուն, էլի Արմեն եղբայր անունը, ասեց ժողովուրդ ջան,
մեր գյուղի կոշկակարից սկսած մինչև գյուղապետը ապաշխարում են։ Մեր Սարայենց գյուղն է։ Ստեղի հարցն է, չէ՞, ստեղի տան հարցն է։ Տերը տա, որ այստեղ էլ իրոք Հիսուսի ծնունդը հոգով եւ ճշմարտությունով պաշտեն, որպեսզի այս գյուղը լցվի այդ բուրմունքով։ Ինչքան լավ է, որ բոլոր գյուղը ապաշխարեն։ Ինչքան լավ է, Հիսուսն ասում է, ես իմ իններիս եկա, բայց իմ իններս ինձ չընդունեցին, որոնք որ ընդունեցին ինձ իշխանություն տվեց Աստծո որդիներ դառնալու։ Գիտեք, մարդուն կարող է բերդ նստեցնել, տխրի։ Մարդուն կարող է ստուր գիրկը ձեռից առնել, տխրի։ Մարդուն կարող է անարգեն, տխրի։ Հիշում եք, մի առիթով Հիսուսի աշակերտները եկան վերադառնալով ասեցի մեծ ուրախությամբ, գրված է մեծ ուրախությամբ, ասին դևերն էլ մեզի հնազանդվում էին, ասեք մի ուրախացեք դրա համար, որ դևերը հնազանդվում են ձեզ, ապա ուրախացեք, որ ձեր անունները երկնքում գրված են, այ Հիսուս դրա համար եկել, որ ինչպես եղբայրն ասեց, Վարդան եղբայրն ասեց, որ եթե աշխարհի մեծ մեղավորը լինեի, այ Հիսուսը իմ համար եկել։ Երբ որ հակառակորդը մոտենում է քեզ, ասում է քեզ ինձ հավատացյալ դուրս չի գա։ Աստված քեզ չի սիրում։ Դու ով ես, ես ինչ մեղքերի մեջ ես։ Գիտես, մատը դիր Աստծո խոսքի վրա եւ ասա, Հիսուսը հենց իմ համար եկել։ Ուրիշների համար կարող է գալացածելի, բայց ոչ իմ համար, ոչ քո համար։ Հենց մատը դիր ասա իմ համար եկել։ Իմ համար եկել։ Ավետարանն ասում է հակառակ կեցեք սատանային, անիկա ձեզնից կփախչի։ Այսօր հակառակվել է պետք իրան։ Աստծո խոսքին ավելի շատ հավատալ է պետք, վստահել է պետք, վստահել է պետք։ Անգլերեն թարգմանության մեջ գիտեք ինչ է գրած։ Հավատացեք Հիսուս Քրիստոսին կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Անգլերեն նոր թարգմանության մեջ գրված է վստահիր Տեր Հիսուս Քրիստոսին կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Այո, այսօր ժամանակն է մենք ավելի շատ բարձրանանք դեպի վստահության բառին, վստահենք Տեր Հիսուսին, նա աշխարհ եկել, թողել է այն փառքը, որ երկնքում ուներ, եկավ մեր համար մարդացավ, ոչ միայն մարդացավ, ապա խաչվեցավ անարգ մահով, գիտեք, մի քույրիկ մոտենում է իր հովին ասում է, եղբայր ջան, ընձի անտեսել են, վիրավորեցին ընձի բանի տեղ չեն դրել։ Ես եղբայրը լսում է, ասում է, հարազատս, թանկագին քույրիկ ջան, Հիսուսի երեսին թքեցին, ոչ միայն արհամարել են, իր երեսին թքել են, իրան խաչելել են, դու ինչի այդպես մի, չգիտեմ, մեծամեկն ես, ես քույրիկը հասկացել է, ասում է լացավ, այո, եթե Հիսուսին արել են, մեզ էլ կանեն, քաջասիրտ եղեք, Հիսուս ասել է, ես աշխարհին հաղթել եմ, վախենալու բան չունենք, ժողովուրդ ջան, ամենամեծ բանը, որ մեր հետ կկատարվի, ես շաշած դիսպան եմ, մի քիչ առաջ նստած ենք, Արմեն ախորն ասում եմ, գիտեք, սա Ղարաբաղում քանի հատ բանի բռնեցին, չէ, նախագահներին բռնել են, չէ, ասի, բայց Ղարաբաղում մեր ներկայացուցիչ նախագահն ստեմ է ստացա, իրանք չկարծան բռնել, ինքը եկել է, որտև Աստված իրապահապանն է, Աստված իրապահապանն է, Հաղթերը բերել է, բայ հարգ է, Աստծո շնորհքով այսօր էդ ամենը կատարվել, տեսում եք, եսի պետք է հրաշք տենան, մի հատ բան հիշացնեմ, երևի շատերը կհիշեք, չէ, մի հատ հայկական կինո կա, տենց Հեղնար աղբյուրը, հարցի հետ խոսում է, ինքներ հիվանդ պարկած է, Սոսասյանն այդ դերը խաղում, ասում է Հեղնար աղբյուրին, այդ հրաշքին ձեռ չտած, ասում է պապա հրաշք չկա, ասում է հրաշք կա, հավատացող իրան։ Այսօր մեր շրջան, մենք որ այսօր ստեն ենք հրաշք կա, հրաշք կա, այն օրը մեր մոտ հրայր աղբերը մեր մոտ էին, եղբոր հետ, մեկ էլ ես նայեցի, ինքը չկարծավ դիմանար, այսպիսի արտահայտություն արեց, դե մեր մանուկները, մեր խարբերդում 56 հոգի են։ 66-ն դե կայնացել։ 66 է, ինչ է կայնած, 66 հոգի են։ Այ քեզ հրաշք,
Այդ ես ուրախանում եմ, ես տեսա, որ եղբայրը սրտանց ուրախացավ, Տերը օրհնի, ժողովուրդ ջան, մենք շատ բան ունենք ուրախանալ, բայց մեր ամենամեծ ուրախությունը մեր Տերն է, առանց Տիրոջ երբեք ուրախություն չի լինում, դրա համար Ֆիլիպպեցիս թղթի մեջ ասում է, ձեզի կսեմ, դարձյալ կսեմ, ուրախ եղեք, ամենատեն, որտեղ մենք Տեր ունենք, երբ որ մեր անունը երկնքում գրված է, մեզ շատ սպանեն, մեզ շատ բաներից զրկեն, բայց մենք երբեք չեն կարող զրկենք որդիական կոչումից։ Եթե զրկենք, մենակ մենք ինքներս դրա իրավունքը ունենք։ Ուրիշ մարդ իրավունք չունի մեզ զրկել, չի էլ կարող, եթե մենք ամովի չասենք, վերջ, էլ Հիսուսին չեմ ուզում, բայց ես չեմ կարծում, որ ստեղ նստածներս ասեն Հիսուս չեմ ուզում, ընդհակառակը ավելի եմ ուզում մոտենալ, թող այսօրվա պաշտամունքը գոնե մի քայլ ավելի մեզ մոտեցնի Տիրոջը։ Եթե ստեղ կան իհարկե անձնավորություններ, որ ուզում են Տիրոջը ավելի մոտենան, այս աղոթքի մեջ անկեղծ բացեք ձեր սրտերը։ Տեր քեզ եմ ուզում, երեխայի նման, Տեր քեզ եմ ուզում, ուրիշ բան ես չեմ ուզում։ Ինչի՞ց պետք է բազում, արծաթ, ոսկի, չգիտեմ պալատներ, եթե չունեմ Տեր Հիսուսին։ Տեր Հիսուսին ունեմ, աշխարհի ամենամեծ հարուստ մարդն է։ Մի օրինակ էլ կարճ ասեմ ու գանք աղոթել։ Մի հարուստ մարդ, տենց երեխայասեր է, ասում է, մի հատ խանութ է բացում, շատ մեծ ունիվերմագի պես, խաղալիքներ է դնում, որ խաղալիքներ վաճառի, բայց բացման օրվա համար ասում է, որ երեխան մտավ ստեղ, ինչ խաղալիքի վրա որ ձեռը դրեց, այդ խաղալիքը իրան ածրի։ Երեխաները դե պարզ է, խաղալիք շատ են սիրում, չէ, այնտեղ լիքը հերթ հալում։ Շատ երեխեք վազում են, ամեն մեկը իրան նվերն է վերցում, մի երեխա գալիս է կանգնում այդ տնօրենի կողքը։ Մեկ էլ էսպես է ասում, ասում է, այ բալա ջան, ժամը 6-ը արդեն լրանում է, էլի, խանութը պետք է արդեն փակենք, ես ինչ որ ասել եմ, ժամը 6-ին դրա վերջը պետք է լինի։ Ես երեխեն նայում, իրան չի եթում, այ բալա ջան, ասում է, վրազի մի բան դերցավ, ասում է, ես քեզ եմ դերցնում, ասում է, ես ընտրել եմ արդեն իմ նվերը դու ես, ես տնօրենը շշմում եմ, այ քեզ բան, երեխան նայ ինչքան իմացնում, տնօրենին ունի, ամեն ինչ ունի, ես որ մենք Հիսուսին ունենք, ամեն ինչ հաղթիրոջ է, դրա համար ուրախ են, որ ինքը աշխարհ է եկել, մարդացել է, մեզ հավիտենական կյանքը պարգևել, հələ մի հատ ձեր սրտերի մեջ հավիտենականություն, մի ասա է միլիոն տարի, Տիրոջ անունով նայեք այս կամերային ասում։ Ուրախացեք մարդիկ աղշարի, ով սանանեք եկեք Հիսուսն է աղշար ծնվել, Փրկիչն է ասար եկել։ Ձեզի մեզի մեծավետիս Քրիստոս Հիսուսն է ծնվել։ Ուրախացեք ով ժողովուրդներ, Փրկիչներն է հայտնվել։ Այսօր դուք ուրախության երկրպագեք ձեր փրկին, եւ ձեր սրտերը որպես սնծան վիրեցեք Տեր Հիսուսին։ Խավարում մեծ լույս է ծագել։ Խավարում մեծ լույս է ծագել։ Ցնծացեք ով մարդիկ, Աստծո գառն է հայտնվել։ Նոնդը ծուրկ ու փառավոր, պարգևեցի մեզ այսօր, և կյանքը քո Հիսուս օրհնյալ, ընծայեցի մեզ սիրով, թող բարձրանա այսօր երկինք մեր մանկական սրտերից, այակներ գոհության և աղոթքներ օրհնության։ Ըստ նոր տարին թող ձեզ բերի, ուրախություն նոր տարի, ու Հիսուսը ձեր սրտերում Տերը դառնա լիովին, իր ծննդով հրաշափար նա լույսը փռեց աշխարհում, և գոհության իր վեհափար մեր կյանքում բերեց գարուն։ Եկել ենք այսօր Տիրոջ խնջույքին, ողջույն ենք բերել մեր ջերմ սրտերից, խաղաղություն ենք մաղթում բոլորին,
մեր պաշտամունքի քրիստոնյաներին, բոլոր քույր եղբայրներին։ Ներկեք ուրախ երգով կավերքենք, մեր օգնածին մենք փալապանենք, մեր լավ գործերով դիտելիքներով, բացումներ տանող Տիրոջը օրհնենք։ Լույս մանուկ ծնվեց մեզ համար, լույս մանուկ սիրով աչխար եկավ, քո գալուստով մեր կյանքը փրկեցիր, խավարը մեր լուսավորեցիր։ Այսօր ծնվել է Հիսուս Քրիստոսը, մեր թմրած հոգու կյանքի փարոսը։ Իմ քույր եղբայր, դե ծնկի եկեք, մեր Տեր Հիսուսի ծնունդը տոնեք, նրա անունը միշտ փառաբանեք, Հիսուս բարձրալին միշտ բարձրում պահեք։ Հարկես Հիսուս որ ծնվեցի, կողմիմը սուրում, Հարկես Հիսուս որ ծնվեցի, ուդայից եղում, Քորկանն է որ ծնվեցի, ու աշխար եկար, եկար իմ սրտում բնակվեցար, Քոնցենցյան ավետիսներ ողջով իվներից, Քոնցենցյան ամեր նրջում հրեշտակներից, Քոնցենցել է մեր փրկիչը Հիսուս սիրելիս, Նայրան կնամի դենից կերտերը երկրից, Ոտնանջան ուրախացիր մարդկային հոգին, Քո ծննդով ուշադրեցիր նայել իմ հոգին, Աստվածային ավետության հասուն լինեցիր, Օրհնանքներ անգադարեցիր, Քոնցենցյան ավետիսներ ողջով իվներից, Քոնցենցյան ուրներ հնչում հրեշտակներից, Քոնցենցել է փրկիչը Հիսուս սիրելիս, Նայրան կնամի դենից կերտերը երկրից, Դեշտակները արեցում են ծնունդդ բարիք, Թող այս ուրնով մեզ բերի համայն աշխարհին, Օրհնության խոնարհեցիր մեր սիրո համար, Արթնացիր քո լույսին անման, Քոնցենցյան ավետիսներ ողջով իվներից, Քոնցենցյան օրներ հնչում հրեշտակներից, Քոնցենցել է փրկիչը Հիսուս սիրելիս, Նայրան կնամի դենից կերտերը երկրից։ Լույս մանկան ծնունդն ու հայտնությունը թող լինի օրհնյալ այս դարում մռայլ, Նա իր ծնունդով դեռ դարեր առաջ ճեղքեց խաբարը աշխարհին պատած, ու թող գետն այսօր անթիվ դարեր անց ծննդյան լուրը ավետիս դառնա, որ Քրիստոս այսօր հայտնության ի սրտե ցնցանք եւ ուրախանանք։ Ամեն երկիներ Տիրոջով ցնծացեք, Դողով եւ ուրախությունով Տեր եւ Հովայի ընծաներ մատուցեք, հոգով եւ ուրախությունով։ Հոզար տարյանց նորի շղած դավթի աստուն երկնոկամարում, համայն աշխարհը թնդած բերդությամբ, Մեսիան է ծնվել գոմին մսրում, Նա ծնվեց, որ մեր մեղքերը ների, մեր լուծը իր վրա առնի, որ համայն Հայր Աստծուն հաճեցնի եւ մեզ համար ճանապարհ բացի։ Ինչպես զինվորը քաջարի, պահում է պատիվը իր գնդի, մենք էլ այսօր կպահենք պատվիրանը քո բարի։ Բարի եկար մանուկ Հիսուս, շատ բարի, դու մեզ բերիր ուրախ զվարթ նոր տարի, գիտենք թե դու մեծ արքա ես երկնավոր, Ուրեստակներ ծառայում են քեզ բյուրավոր, Բեթլեհեմի անշուք վայրում մարդացար, խեղճ ու
Արդար ու խեղճ հովիվներուն հայտնվեցվեր։ Ոսկի կնդրուկ զմուր բերեն քեզ մոգեր, խեղճ մանուկս քեզ ինչ բերենք մեկ նվեր։ Այսօր մեզ հետ է կրկին Հիսուս Քրիստոս տանկագին, մեր սիրելի ուսուցչին, եկեք բարդենք սրտագին։ Այն օրը պայծառ աստղ փայլեց, եւ տուփում կապույտ, կամարում լազուր, աշխարհի վրա մի մեծ լույս ծագեց, քրքության Աստված Հիսուսը ծնվեց։ Հիսուսը ծնվեց, սակայն դու գիտես, բայց այդ օրվանից նա դեռ չգտավ։ Հովիվներն եկան ու մեր Տիրոջը մսուրում գտան։ Հովիվները Հիսուսին շատ սիրեցին եւ եկան երկրպագեցին եւ իրար ասին. «Սա է քրքությանն Աստվածը, որ իր հայրը նրան երկին կպատեց»։ Եկավ Աստուգարը շատ կնարուվեց, եկավ Աստուգարը շատ լուսերեց, եկավ կրելու մեր աշխարհի։ Եվ նոր գտկա, որ իր սուրբերին գտնի, նոր գտկա, որ երկինք տանի։ Կուզեն լինենք միշտարի, լինենք խիզախ ու բարի, Հիսուս պետք է չտարի, մեզ բոլորից դու փրկի։ Ծննդով դու շահեցիր նաև իմ հոգին, Աստվածային քո մեծությամբ մսուրն ընտրեցի, հորդ կամքներ այն կատարեցի։ Նկարի վրա։ Աստված